Մենք մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Բարև ձեզ, պարոն Բագրատյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես այսօրվա իշխանությունների կողմից որպես մեծ իրադարձություններ ներկայացնում Վենսի այցը Հայաստանի Հանրապետություն։ Նաեւ մեծ սպասում կար մեր հանրության մոտ մեծ սպասում էր առաջ եկել որ այս այցը իսկապես կարող է դրական տեղաշարժ բերել հատկապես երկու հարցում առաջինը Բաքվի բանտում գտնվող մեր գերիների հարցով որ հնարավոր է ինչ-որ քայլ անել մենք շատ լավ հիշում ենք որ ցանկության հիշում ենք ինչ տեղ ունեցավ Բելարուսիայում Թրամփի խնդրանքով դիմելով մի շարք աղբանտարկյալներ ազատ արձակվեցին եւ կարծեմ դա մեծ բան չէր Թրամփի համար որ կարողանար այդ հարցը լուծել հետեւաբար սպասումը շատ մեծ էր եւ վստահ էինք որ այդ հարցը պիտի բարձրացնեն եւ երկրորդ կարևոր սպասումը որ անպայման պիտի եկեղեցու մասին խոսի գիտեք որ նրանց հենց եկել են այդ գաղափարներով որ իրենք քրիստոնյա արժեքների գրողներ են պաշտպանում են քրիստոնյաներին աշխարհի ցանկացած անկյունում այսօր Փարիզբուն իմաստով ահաբեկում է հայ առաքելական եկեղեցին թիրախավորում են հոգևորականները հարձակումը Նիկոլի եւ իր թիմի կողմից չի դադարում ասում են որ պիտի հանդիպի վեհապարորը մենք դա չտեսանք եւ անգամ որևէ հայտարարություն չեղավ այն մասին որ դադարեցրեք հարձակումը հայ առաքելական եկեղեցու վրա եւ ազատ արձակեք կալանավորված 7 սրբազաններին եւ առհասարակ աղբանտարկյալների մասին մի երկիր որ ասում եմ մենք ամեն տեղ գնում ենք ռումբերով կամ ոչ ռումբերով տարբեր ձևերով առաջին հերթին դեմոկրատիա համար մենք տեսանք որ դա էլ չեղավ մեծ հաշվով ավելին 2-3 ուղություններով իսկապես մեծ խայտարակություն եւ սարսափելի վտանգավոր բաներ պարզ է դառնում որ թուրք հավաքական արևմուտքը այս դեպքում Միացյալ Նահանգները եւ Թուրքիան ու Ադրբեջանը ունեն մի սարսափելի վտանգավոր ծրագիր մեզ հետ կապված ատոմակայանի փակվելու եւ մոդուլային համակարգներ դնելու հետ կապված պիտի խնդրեմ ձեզ որ դրա մասին մանրամասը խոսեք երկրորդ կարևոր հարցը թրիպի հետ կապված եւ այնտեղ գիտեք որ իբրև թե սխալ էին թարգմանել իրականում պատրաստվում են նախ ինչ վտանգավոր բան կա այնտեղ եւ ոնց են մոլորեցնում Միացյալ Նահանգները Նիկոլի եւ Թուրքիայի հետ միասին հայ ժողովրդին ինչ վտանգավոր երկրորդ ինչ պլան են մշակել հայ ժողովրդի համար ինչ շրջափակում եւ նաեւ թիրախում Իրանի Հանրապետությունն է մնացած հարցերը լավ կտամ երևի սկսենք սրանից ատոմային համակարգ այս մոդուլային ինչ է եւ թրիպ խնդրեմ Վենսի այցը նշանակալի այն առումով որ Հայաստան եկել էր Միացյալ Նահանգների փոխնախագահան Սակայն արդյունքների տեսակետից մենք դրական արդյունքներ չարձանագրեցինք, բացի մեկից, ես դա կասեմ, մնացածը բոլորը, այսպես ասեմ, բացասական արդյունքներ էր։ Սկսենք նրանից, որ Տրամփը նախընտրական փուլում հայտարարել էր, որ հայերը պիտի վերադառնան Արցախ եւ ինքը քրիստոնյաներին պիտի պաշտպանի։ Այո։ Այդ մասին ոչ միայն քայլ չեղավ, այլ Վենսը Բաքվում այցելեց շախիդների բանը, այդ արահետը Այդ շախիդներ կոչված այն մարդիկ են, որոնք հայերին սպանել են այդ թվում հիմնականում Արցախում։ Եթե շախիդների արահետ էր գնում, թող գնար մի հատ էլ եռաբլուր։ Գոնե հավասարակշռեր իրար, հա։ Երկրորդ հանգամանքը Վենսը խոսեց, ստորագրեց համաձայնագիր խաղաղ միջուկային էներգիայի համագործակցության շուրջը Համաձայնագիրը ինչ չի հաջողվում ստանալ, ինտերնետում չկա, չնայած եւ Հայաստանի կառավարական բաները, այրերը եւ Միացյալ Նահանգների կոմենտներ են անում այդ համաձայնագրի շուրջը։ Ըստ էության դրա մեջ հետեւյալն է, ըստ էության մենք կգրկնում եմ համաձայնագիրը չկա, որ ըստ էության որոշում են, որպեսզի քանի որ ատոմակայանը 36-37 թվին պիտի փակվի, ապա չնայած առաջացնելով ասեմ, որ Փաշինյանը հայտարարեց կարող է 10 տարով էլ երկարաձգեն, ապա ամերիկացիք Հայաստանին առաջարկում են որպես փոխարինախազորություն ամերիկյան մոդուլային կայան։ Առաջ անցնելով ասենք, որ նույնիսկ Փաշինյանը ցանով երջանկացած չէր, որովհետև նա խոսեց դրա մյուս օրը Վենսի այցելությունից հետո մյուս օրը, երբ որ Վենսը արդեն Բաքվում էր, ազգային ժողովում խոսեց ատոմակայանի մասին
եւ այնտեղ այսպիսի ֆրազա ասեց, մասնավորապես ասեց ուրանի հանքերը վերջանում են աշխարհում։ Եվ երևում էր, որ նա ամենևին երջանիկ չի։ Այնուամենայնիվ Միացյալ Նահանգները իր երկաթյա գրկախառնության ընթացքում մեզ ասում է, որ լավ կլինի, որ լինի ամերիկյան մոդուլային կայան։ Այստեղ հարցեր են ծագում, որովհետև նույն Փաշինյանը ազգային ժողովում մյուս օրը հայտարարեց, որ կլինի մրցույթ ռուսական, հարավկորեական, չինական, ֆրանսիական եւ ամերիկյան ընկերությունների միջև։ Ну, թիվն ասեմ, որ դուք հասկանաք, նախ A մոդուլային կայանն ավելի թանկ են, մեզ մոդուլային կայան պետք չի։ Տեսեք, այսօր աշխարհում կա այս պահի դրությամբ գործող 4 մոդուլային կայան։ Երկուսը Չուկոտկայում են, երրորդը Ռուսաստանը կառուցում է Յակուտիայում, ինչի համար է մոդուլային կայան։ Դրանք բանը շարժվող են, դինամիկ կայաններ են, կարող ես տեղափոխել այդ կայանը։ Նավերի վրա են նաև։ Նավերը չեմ ասում, այնտեղ 25-30 մեգավատանոց բաներ են։ Ռուսաստանը մոտ մինչև 1 տասնյակ բաներ ունի, սառցահատող նավեր ունի։ Բայց օրինակ այսօր Չուկոտկայում գործող կայանը 2 ռեակտոր ունի, ամեն մի ռեակտորը, եթե իշխողությունս ինչ չի դավաճանում 105 մեգավատ։ Այսինքն երկուսն իրար 210 եւ մի հատ էլ 155 ուզում են կառուցեն Յակուտիայում, որտեղ Յակուտիայում էլեկտրաէներգիան ժողովուրդը ստանում է ջեկից, որտեղ ամառը բերում են վառելիք, ածուխ կամ հեղուկ վառելիք եւ այրում են ձմռանը, որտեղ ձմռանը բոլոր ճամփաները փակվում են, մի այդպիսի ջեկել նրանք ունեն Թայմիրում, Նորիցկի մոտ, դրանք փոխարինում են ատոմական ռեակտորներով, որի բերելը տանելը հեշտ է, ծախսերը իջեցնում է։ Չինաստանն էլ երկրի արևմուտքում ունի 2 ատոմական, ռուսական ատոմականը, որ կոչվում է կարծեմ ակադեմիկոս Լոմոնոսով, Չինաստանը Spider չգիտեմ ինչ համարուն է այդտեղ, երկուսը կառուցել երկրի արևմուտքում եւ մի հատ էլ ուզում է կառուցել Հայնան խզում։ Հասկանում եք։ Այդ ատոմականների շինարարությունը միջին հաշվով Ռուսաստանում, Չինաստանում կազմում է 1 մեգավատը $2 միլիոն։ Հայաստանի պարագայում խոսվում է 5 միլիարդի մասին, չնայած ոչ միտեղ չի նշված, որ մոդուլային կայանը կլինի 5 միլիարդ, բայց բոլորը ելնում են նրանից, որ հենց այդպես էլ կա։ Եվ խոսքը վերաբերում է առավելագույնը 500 մեգավատի մասին։ Այսինքն 1 մեգավատը $10 միլիոն։ Հիմա 2 միլիոն, 10 միլիոն։ Դա ես ձեզ մոտել եմ ասել տարբեր տեղերել, մի տարի առաջ եմ ասել, 2 տարի առաջ, որ դա 4-ից 5 անգամ թանկ է նստելու։ Ավելին, կա մի հատ պրոբլեմ, լավ է, որ Փաշինյանն էլ էր դա հասկացել ազգային ժողովում։ Ատոմակայան մեզ մոտ պետք է կառուցի այն երկիրը, որը ուրան ունի։ Որովհետեւ դուք պատկերացնեք ուրանի հանքերը, ես թվերն ասեմ, հենց ժողովուրդը թողում են Ավստրալիան ունի, աշխարհում ընդհանրապես կա 6 միլիոն տոննա ուրան, 2 միլիոն տոննան Ավստրալիայում է, 1 միլիոն տոննան բանում է, Ղազախստանում է, բանը 500,000 տոննա Կանադան եւ Ռուսաստանը հավասար են, կիսում են երրորդ տեղը, հաջորդը 5-րդը մեծությամբ Չինաստանն 250,000 տոննա եւ Միացյալ Նահանգները 60,000 տոննա։ Միացյալ Նահանգները իրենք ատոմականներ ունեն, մեծ չի ատոմականների տեսակարգշիռը էներգետիկայի կառուցվածքում մինչև 15%, բայց բազմաթիվ կայաններ ունեն, մոդուլային ոչ միայն չունեն, դեռ չունեն։ Հիմա դա էլ կասեմ։ Ուրեմն Միացյալ Նահանգները ուրանի հումքը ներմուծում են Ավստրալիայից, Կանադայից եւ Ղազախստանից։ Այդտենց էր եւ Ռուսաստանից են դիմում ուզում։ Այսինքն ես ուզում եմ ասել Հայաստանում ատոմական առաջիկա պետք է լինի սովորական, ոչ մոդուլային եւ անպայման կամ ռուսական կամ չինական։ Հասկանում եք։ Հիմա Միացյալ Նահանգները ընդհանրապես ոչ մի մոդուլային կայան չունեն։ Սա կլինի առաջի փորձը Հայաստանի նկատմամբ։ Ճիշտ է, այսօր կառուցվում է 345 մեգավատ հզորությամբ մի կայան Միացյալ Նահանգների հյուսիս-արևմուտքում Վայոմինգ նահանգում։ Այս տեսակետից ինձ համար անհասկանալի է, Միացյալ Նահանգները ինչի առաջ ընկնում մի ոլորտում, որտեղ ինքը բացահայտ outsider է։ Ավելին, շուտով շահագործման կհանձնի Արգենտինայում, ամենածայրահեղ հարավում 1 մոդուլային կայան եւ Ավստրալիայում։ Եվ Կանադան է մի հատ կառուցում։ Դե Կանադան մեծ երկիր է,
չգիտեմ, ասենք գնաս Սասկաչևան կամ չգիտեմ, այն բաների նահանգներ, որ Ալբերտա բան, այդ հերու նահանգների ծայրամասը, հո լարերը չի գցի կաբելով սովորական ատոմակայանից էլեկտրական գիծ անցկացնի։ Տեղում մոդուլային շարժական կայան է կառուցում։ Այդ առումով դա իսկապես այդ կայանը Հայաստանի գլխին դառնալու է պատուհաս, ավելի ճիշտ վստահաբար ասում եմ, բոլորը թող իմանան, հատկապես Նիկոլ Փաշինյանը, Արմեն Գրիգորյանը, որ հաճախ այդ մասին խոսում է եւ այլն, մոդուլային ամերիկյան կայան Հայաստանում չի լինի, եւ ընդհանրապես ոչ մի մոդուլային կայան չի լինի։ Ավելի շուտ դուք այդ դա խոսալով կտանեք մինչև այն ժամանակ, եւ որ ընդհանրապես այս իշխանությունները կվերացնեն Հայաստան կոչված հասկացությունը։ Ինչու բերեց հրապարակ դա, ատոմակայանի, ասում են, այո, մոդուլային կայանի մասին խոսակցությունները նախնական է, տարբեր հետախուզական ծառայությունների կողմից նախնական մտածված խոսակցություն է, որպեսզի ժամանակը գա ատոմակայանը փակեն։ Հետո ատոմակայանը փակեն, ասեն դե մոդուլայինի վրա աշխատում ենք, մի բան կլինի։ Դրան զուգահեռ անընդհատ Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ մենք շատ մեծ հաջողություն ունենք արևային կայանների մասին, երեք նայում եմ թվերը, այդ հաջողություններից նրանք գլուխ ուշաթափել էր, եթե առաջի կիսամայակում արտադրված էլեկտրաէներգիայի 15% արևային կայաններն են եղել, հիմա իջել է 8%-ի։ Եվ սա ոչ մի բան է Գերմանիայի 44%-ի համեմատ, Չինաստանի 28%-ի համեմատ, ոչ մի բան է։ Ավելին, վերջերս ընդունված նոր կարգավորումները միանգամից սառեցրել են բոլորին նման կարգի կայանների, այդ կայանների դեպի իրենք չեն կառուցել, ժողովուրդն է արել։ Տանիքներում, չգիտեմ, բաներում, բակերում եւ այլն արևային պանելներ տեղադրելով եւ պետք է ասել, որ դա նույնիսկ 2025-ի երկրորդ կիսամյակում կտրուկ անկում է ապրել, կտրուկ։ Այնպես որ սա ինձ համար հասկանալի է, ցավալի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահան այս բոլորի մեջ չխորացած ինչ որ բաներ էր ասում, չխորացած թե շատ էլ խորացած, չէ, դուք ասացիք, որ եթե խորացածը ատոմակայանը եթե նպատակը կա, խնդիրը դրված է, որ պիտի ատոմակայանը փակվի, հիմա բայց ինչի՞ է ձևով, թող ասեին, կօգնենք Հայաստանին արևային կայաններ կառուցեք, ձեզ ատոմակայան պետք չի։ Դուք բայց ձեր խոսքում փորձարկել բառը օգտագործեցիք, չէ՞, որ այդ գուցե հենց Հայաստանն էլ նաև զուգահեռ դրան, որտեղ ատոմակայանը փակվի, նաև այս մոդուլային համակարգ մի հատ էլ փորձարկենք։ Ես տարածորեն վստահ եմ, որ մինչև մոդուլայինի ժամանակը գա, նրանք չեն ունեն այն իշխանությունը, Փաշինյանի իշխանությունը կփոխվի եւ նոր իշխանությունը։ Չէ, իրենք վստահ են, ասեց սեպտեմբերին հրավիրել են Նիկոլին եւ ավելին ասեցին աջակցում ենք Նիկոլին։ Չէ, ոչ միայն ասին աջակցում ենք Նիկոլին, այլև հայեր ամեն ինչ կստանաք, չգիտեմ, ազատ ելքում մտք Ամերիկա։ Այդ մասին էլ խոսենք, հիմա այդ բլեֆի մասին էլ այդ բլեֆը կա, այո, հաջորդ։ Մի հատ բանը, որ Վենսը արեց Հայաստանին, հեսա ռեալ արեց, որ եթե Նվիդիան շարունակի այստեղ աշխատել, իսկ Նվիդիան գտնում է, որ պետք է ներդրումներ կատարի, մի զարմացեք, Huawei-ն էլ է աշխատում, կորեական Samsung-ն էլ է աշխատում, Նվիդիան գուցե եւ խորանա այնքան, որ սկսի չիպեր արտադրել եւ խոսքը վերաբերում ոչ ամենաբան չիպերի մասին, այո, այդտեղ իրանք թույլտվություն կտան։ Նո, ասենք Նվիդիան երբեք Հայաստանում չի արտադրի մինչեւ 7 նանո միկրոն չափսի չիպեր, որովհետև 15-20 եւ այլն այդ չիպերը արդեն հիմա աշխարհում գրեթե մի 20 երկիր է արտադրում, Թայվանն ու Չինաստանը։ Թայվանը արդեն այդ առաջատարը չի, Չինաստանը խլել է Թայվանից առաջատարությունը, Չինաստանը այս 2-3 տարում արդեն չինական լիտոգրաֆիական մեքենաները համարվում են սարքավորումները լավագույնը, Ռուսաստանը չիպեր արտադրում արդեն հասկանում եք։ Ոնց են մրցելու էլ, ինչ մրցակցություն Չինաստանի։ Չէ, խոսքը վերաբերում որ չիպերի արտադրության ոլորտում կա, ասենք մի չափս, որը արդեն կրիտիկական չի, կարևոր չի, եւ որոշ արտադրություններ էժանացնելու նպատակով Նվիդիան կարող է կազմակերպել այստեղ։ Բոլոր դեպքերում դրանք էլի փոքր չիպեր են, ընդամենը ճամպրուկները հումքն ու արտադրանքը տանել բերելու, սա իհարկե լավ է, որովհետև սա արվում է Հայաստանում, չի արվում Վրաստանում կամ Ադրբեջանում, որովհետև Նվիդիան գտնում է, որ Հայաստանում նրանք սա շատ լավ գիտեն, հայ բաները ծրագրավորողները, մաթեմատիկոսները եւ այլն համեմատաբար լավն են եւ այս չասեմ ամենաբարձր որակի այս տեսակի չիպեր Հայաստանում կարելի արդեն տեղադրել։ Մի գործարան կառուցել մանավանդ որ արհեստական բանակցության զարգացմանը զուգահեռ այդ արտադրությունները շատ էներգոտար են, հա, եւ այսպես կապել են իրար։
Սա թերևս միակ դրականն էր։ Մնացած բաներում ես չեմ հասկանում, օրինակ ես շատ վիրավորված եմ։ Մի տեղ նստած էինք Վենսի այցելության ժամանակ հանկարծ տղաներից մեկը ասեց, հես այսօր գրառում կանի գենը ցեղասպանության շուրջը։ Միջև դրա մասին այս ատոմակայանի հետ կապված երկու հարց էլ կա, Շայգուն էր խոսել, իսկապես մտահոգված են եւ Զախարովան արձագանքեց Հայաստանը ինչպես հայտնի է սեյսմավտանգ տարածաշրջան է, չի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց հիշեցնեմ, որ ճապոնական Ֆոկուսիմա առաջին ատոմական երկրաշարժի հետևանքով ավիրվեց եւ հենց ամերիկյան ռեակտորները եւ դա հանգեցրել է շրջակա միջավայրի մասշտաբային ռադիոակտիվ աղտոտման, Շայգուն է ասել, ինչու որոշեցին խոսել, Միացյալ Նահանգները չի նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը, ասել է Շայգուն եւ նաեւ ակամայից Ռուսաստանը ակամայից հաշվի կառնի միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը, եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ անցնի, անվտանգության ինչ է հայտարարել ՌԻԱ Նովոստին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Շայգուն։ Նո, ես նորից վերադառնամ ամերիկյան ատոմակայան առավել եւս մոդուլային Հայաստանում աննարին է։ Որտեւ եթե այդ ատոմակայանը կառուցվի, մեզի ոչ ոք ուրան չի տա։ Ինչու են ուզում Միացյալ Նահանգները Թուրքիան հիմա կառուցում է։ Դուք մի քիչ բացեք։ Թուրքիան հիմա կառուցում է 4 անգամ 1200 մեգավատանոց 4800 մեգավատ ռուսական ակկույնի ատոմակայանը։ Մի քիչ աբսուրդ է, ինչի՞ մեր ռազմավարական գործընկերոջը խնդրում են, պատվիրում են, որ Թուրքիայում կառուցի մեր եղած ատոմակայանը մենք ուզում ենք փակել։ Ինչու է նախ երբանից է Թուրքիան ցկտել, որ փակվի ատոմակայանը եւ ատոմակայանը եթե հասնեն նրան, որ փակվի, ինչ ռիսկեր եւ վտանգներ կա, ուր են տանում մեզ։ Թուրքիան միշտ է ցկտել մեր ատոմակայանը փակվի, դեռևս երբ որ որոշում կայացվեց կառուցելու մասին 1968 թվին, 67 թվին։ Ադրբեջանը միշտ է դեմ եղել այն ժամանակ լինելով խորհրդային միության կազմում։ Վրաստանն էլ է դեմ եղել։ Ոչ ոք չի ուզում որ Հայաստանում միջուկային տեխնոլոգիա լինի։ Թուրքիայում շատ կարևոր է վաղը եթե իրանք Ադրբեջանի հետ միասին գրավեն Հայաստանը, Հայաստանի տարածքում այսպիսի բան չլինի, ատոմակայան չլինի։ Ինչ է տալիս մեզ այս ատոմականը մի քիչ բաց։ Բացի հոսանքից մեզ տալիս է անվտանգություն, շատ մեծ անվտանգություն։ Մենք միջուկային տեխնոլոգիաներ։ Հիմա, բայց վերադառնանք Միացյալ Նահանգներին։ Ճիշտ է։ Ասում են մեզ կկցեն փակելուց հետո, ազատ խոսում են դրա մասին, որ մենք կմիանանք ադրբեջանական էներգետիկ համակարգին, դրա վտանգների մասին։ Բայց ինչի միանանք Ադրբեջան։ Փակում են ատոմակայանը։ Չէ, փակում են, բայց ինչի միանանք, երբ որ մենք այսօր ունենք ատոմակայան եւ պարզապես պետք է նույն ռուսներին կամ էլ արաբը ծարայք դեպքում չինացիներին պատվիրել մեկ ռեակտոր, նո 600 մեգավատն էլ հերիք մինչև 1000 մեգավատ։ Եթե դա չի արվում, սա նշանակում է, որ թուրքական վաղեմի ծրագիր է փակել ատոմակայանը եւ մեզ ուղղակի տանել ոչնչացման, կախվածության հետո ոչնչացման։ Եվ այս խավորությունը նաեւ իր վրա այսպես պատվիրել են, ինչ որ առումով վերցրել է Միացյալ Նահանգները, որ այս խապկանքը շատ ավելի բան, կարելի այդպես ասել, մի անգամ վստահաբար ասում եմ, ես չէի միմա Միացյալ Նահանգներին որակի որպես Հայաստանի Հանրապետության թշնամի, Ինչ է նշանակում ատոմակայանի փակվելու։ Դե թող ասեմ, Անժելա, հարց ես տալիս, թող ասեմ, որ բան լինի։ Բայց ըստ էության Միացյալ Նահանգները այս սցենարի հետ համաձայնվել է։ Սցենարի իմպլեմենտացիան այսպեսին է. մենք ձեզ կտանք մոդուլային կայան, լավ իմանալով որ դա չի լինելու։ Ի վերջո կլինի այն, ինչը կլինի, այս ատոմակայանը կփակվի ու մենք ատոմակայան չենք ունենա։ Սա շատ ցավալի է։ Նորից եմ կրկնում, ինչպեսի ատոմակայան ամերիկյան լինի, ըստ արժեքի, նախագծային արժեքի, նրա 1 միավորը 1 մեգավատը 5 անգամ ավելի թանկ է լինելու, քան թե եթե դա լինի չինական կամ ռուսական ռեակտոր։ Սա մենք պետք է հասկանանք։ Իրենք Միացյալ Նահանգները, եթե լավ բան էլ կառուցած կլինեն, նոր սկսել են մի հատ նոր ուզում են Վայոմինգում կառուցել մեկ հատ մոդուլային կայան։ Վայոմինգը Ամերիկայի հյուսիս-արևմուտքն է։ Երկիրը մեծ է, 10 միլիոն քառակուսի կիլոմետր, կաբելներ չեն կարող քաշել։ Այդ հասկանալի է, որ Վայոմինգն ուզում են կառուցել, ուզում են։ Չկա դեռ։ Ես հիշում եմ, որ ժամանակին դուք խոսում եք թափոնների մասին, ասում եք դա պաշտպանից շատ կարևոր բան կա իր մեջ։ Հիմա խնդրեի մի քիչ բացեք։ Այնպես եթե կան թափոններ, ապա թափոնները կարող են հարստացվել։ Այսօր արդեն բոլորը խոսում են, որ ինչ թափոն Հայաստանը մնացել է, կարելի է երկրորդ անգամ վառելիք դարձնել։
Եթե ասենք ատոմակայանի համար մինչև որոշակի տոկոս են հարստացնում, ավելի շատ եթե հարստացնում են, դա արդեն դառնում է միջուկային հզորություն երկրի։ Բոլորը ուզում են, որ Հայաստանը, ասենք, նման ապագա չունենա, չնայած այսօր աշխարհում իրար հետևից մի շարք երկրներ, դուք գիտեք, որ վերջերս Թուրքիան հայտարարեց, որ ինքը միջուկային զենք է ստեղծելու եւ ստեղծում է, ապաշխարա այսօր։ Իսկ Ադրբեջանը կառուցում է ամենամեծ ռազմական բազան, որտեղ Պակիստանը կտեղադրի միջուկային ուժեր։ Հիմա մենք հայտնվել ենք այս վիճակում։ Իդեպ նորից եմ ուզում վերադառնալ ասել, որ շատ հետաքրքիր Վենսի այցելությունից մի օր հետո Նիկոլ Փաշինյանի ելույթը պարլամենտում, որ փորձեց իրեն ապահովագրել, որտեղ Փաշինյանը ինքը հասկանում է, ինչ մեծ բան են հանցանք են գործում։ Ինքը փորձեց իրեն ապահովագրել, ասելով, որ այո, պիտի մտածենք, ինչ ձևի բան է, որ այս ատոմակայանը մի 10 տարի էլ կարող են երկարացնենք, այսինքն 2036 թվականից հետո կձգտվի մինչև 2046 թվը, եւ մեսիջ ուղերձ ուղարկեց ռուսներին, թե մենք ուզենանք այնպիսի ատոմակայան, որի հետ մենք ուրանն էլ կստանանք։ Դա հնարավոր է միայն ռուսների պարագայում։ Եվ ես ուզում եմ ասել, որ մի քանի մարդիկ կան, որոնք քանդում են ձեր ժողովուրդ, քանդում են Հայաստան, այդ թվում պետք է նշեմ Արմեն Գրիգորյանին, են Հովսեփ Խուրշուդյանին, որ հելում խոսում է, ինչ է հասկանում ինքը, ֆիզիկոս չի, ոչինչ չի, հասկանում եք։ Ոչ ինչ պաշտոն ունեցել, ոչ մի բան, ոչ մի կոնկրետ պատասխանատվություն, ոչ մի համապատասխան կրթություն։ Դրանք բոլորը բլեֆ են ամերիկյան մոդուլային կայանների մասին, դա չլինող բան է։ Եվ այսպիսի տեսակետ կա ատոմական, եթե հասնեն նրան, որ ատոմակայանը փակվեն, հաջորդ քայլը լինելու է, որ ռուսական բազաները դուրս անեն այստեղից։ Կապ տեսնում եք դուք ատոմական փակելու եւ։ Դե կարա կապ լինի, կարա կապ չլինի։ Չէ, կարող է չլինի տեսականորեն։ Ընդհանուր առմամբ տրամաբանության մեջ այդ հակառուսականության հետ կապված կապը կա, բայց կարող է եւ չլինի։ Դեպ ես ասեմ, որ ռուսական բազան մենք ասում ենք Գյումրիին, իրանք ռուսները ընդլայնել են։ Այս զգուշացումները դիտարկումը Զախարովա, այս զգուշացումը Շայգուի հետևանք կունենա, թե ոչ ունենա, դողում են։ Հետևանքը մենք տեսանք Վենսի այցելությանը նախորդեց Ալեն Սիմոնյանի այցելությունը։ Բայց լրագրողներին ռուսները, որ ասում էին դուք մենք ասում եք, որ բանը հիբրիդային պատերազմ է Հայաստանի դեմ հյուսիսից, Ռուսաստանը նկատի ունեք, ինչ մեկ են երթումներով ատես բան ասել, ես դες բան չեմ ասել։ Բանը կուրկուրիձակ էր դարձել Ալենը։ Հա, Причем ինքը կուրկուրիձակ չէ դարձել, բայց իր սովորական բանը որ փորձում էր լկտի պատասխաններ տալ։ Բայց պատասխանները էությունն այն էր, որ ինքը բանը չորով հրաժարվում էր ասել այն, ինչ որ ինքն է ասել, Արադ Միրզյանն ասել եւ այլ։ Այսպեսի խաղեր չեն խաղում։ Դա արդեն ոնց որ ասած փայտիկը իրանք արդեն ջարդել են։ Եվ դրան հաջորդը իսկ Վենսի այցելությանը հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ելույթը ազգային ժողովում։ Հիշում եք այդ հարցը տվեց պայմանավորված էր Ռուբեն Ռուբինյանը, այսինքն Նիկոլ Փաշինյանն ասել այդ հարցը կտաս ես պատասխանեմ։ Եվ ինքը փորձեց փարատել, այսպես ասած ռուսներին, որովհետև ռուսներն ասում են, եթե այս ամեն ինչը փակում եք, ինչեք դիմել մեզ, որպեսզի մենք նորացնենք այս ձեր ատոմակայանը, որպեսզի նա եւս մի 10 տարի շահագործվի։ Բա ինչի, ձեզ եմ հարցնում, ինչի։ Դե չեն հասկանում ռուսները, չէ՞։ Նիկոլ Փաշինյանն ասեց ախպեր ջան։ Ինչ տրյուկ անում էլի, այդ տրյուկը եմ ուզում հասկանալ։ Նիկոլ ինչ տրյուկ անում, մի տեղից մի կողմից տանում նրան փակի, մի կողմից պատվիրում։ Դա իր քաղաքականությունն է։ Ադրբեջան ինչ ես ուզում, հող ես ուզում, տալիս եմ։ Թուրքիա ինչ ես ուզում, Արասարի պատկերը ջնջեն, անում եմ։ Ամերիկա ինչ ես ուզում, հելնեմ ռուսերին քրֆեմ, անում եմ։ Ես մնալով Ռուսաստանին հայոյելու, Ռուսաստանին անպատվելու այդ գծի մեջ, միևնույն ժամանակ կարող եմ Ռուսաստանն ասել, դու ինչ ես ուզում Ռուսաստան։ Ինքը վերջին հաշվով փաստացի քայլերով իշքան էլ հնարավոր որ չի բոլորին բավարարել, չէ՞։ Փաստացի քայլերը որ նայում ես, հակառուսական քայլերը ամենուամենը գերակշռում են պրոռուսական քայլերի նկատմամբ։ Չէ, հնարավոր անդադ քարտեզի վրա նայում ա, տեսնում ա դեռ Հայաստանից տարածք, ասում ա էլի կա։ Հա։ Այդ տամ։ Նո, հա, քանի դեռ քարտեզի վրա Հայաստանը կա, հնարավոր է ըստ իրա։ Կամ ըստ նրանց ովքեր որ պահանջում են։ Լավ, անցնենք հաջորդ հարցին, ցեղասպանությանը հիմա այսպիսի բան կասեն, դուք պատկերացնում եք, Վենսը իրան թույլ տար ինչ որ միտեղ հոլոկոստից հրար գրել եւ ջնջել, ուղակի իրան բառեսբուն իմաստով սախսախ կուտեին։ Դա չգիտեմ, բայց ցեղասպանության հետ կապված կա
դեմոկրատները ակտիվ արձագանքեցին, Նենսի Փելոսը, չգիտեմ, Ու մենք չմոռանանք, որ ցեղասպանությունը ճանաչել է պարոն Բայդենը, որի համար ես իրեն մարդկայնորեն շնորհակալ եմ։ Հնչեցրել է ու ասել է դա ցեղասպանություն է։ Վերջ։ Պարոն Բագրատյան, 50-ի մոտ նահանգ նաև ճանաչել է, հնչեցրել, դա էլ կա չեղած։ Բացի դա, քանի որ Բայդենը ճանաչել էր, Վենսին ի՞նչն էր խանգարում այդ գրառումը չջնջելու։ Ստացվում է հետաքրքիր, սա քաղաքականությունն է շատ հետաքրքիր։ Նայեք, ինքը գրառումն արեց։ Հայերը ոգևորվան։ Ասին ինչ լավ է, այս է իսկական բարեկամ է եւ այլն։ Թուրքերը ջղայնացան։ 2 ժամ հետո գրառումը ջնջվում է։ Թուրքերը շատ են ուրախանում, ասում են տեսակ հայեր, բայց ի վերջո Վենսը իր կարծիքով իմ մտածելակերպն է այդպեսին, բավարարեց եւ հայերին եւ թուրքերին։ Երկուսն էլ կողմ մնացին։ Ոնց։ Գրառում չկա, հայերը թնկացին, բայց ասին այնուամենայնիվ նա հիշեց այդ մասին։ Իրանն այդպես են զեկուցել։ Ոնց հայերը գորզա պղծությունա ցեղասպանության նկատմամբ ջնջել, ոնց գոհ մնացին։ Չէ, բայց հայերին այսօր հարցրու, իրանք ասում են, ախպեր համայրատը չէր ջնջում, գիտես։ Դե հիմա ես այդպես եմ մտածում։ Բա ախպեր խես գրում։ Եթե պիտի ջնջես, խես գրում, օրինակ ինձ վրա դա զայրացրեց։ Դե դրամար եմ ասում։ Որովհետև ամերիկյան այս ադմինիստրացիայի հետ աշխատելը շատ դժվար կլինի։ Իրանք միայն տեսնում են տնտեսական, քաղաքական շահեր։ Եվ այս շահերի մեջ չեն մտածում քո շահերի մասին։ Իրանք մեզ մեջ տեսնում են գործիք, որը պետք է աշխատի Ռուսաստանի դեմ։ Վերջապես մենք ամերիկյան դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, ստրատեգիական բարեկամ, մենք չենք ուզում հայտնվել բարեկամի երկաթյա ճիրաններում։ Հասկանում եք։ Ուզում ենք այս բարեկամը իրոք անկեղծություն անի։ Մենք ճնշման բաներ ունենք, Միացյալ Նահանգներում մեծ համայնք ունենք, չգիտեմ, գուցե դեմոկրատների միջոցով, մենք չենք աշխատում։ Սփյուռքի հետ այս իշխանությունը չի աշխատում։ Դե դա պարզ է, Սփյուռքը պիտի ինքնակազմակերպվի։ Չէ, այդ Զարե Սինանյանը որ կա, նրան հանձնարարված է որ ոչնչացնել Սփյուռքի հետ կապերը։ Այդպիսի թեմա Հայաստանում չպետք է լինի։ Եվ դա նույնպես երևի միջազգային պահանջ է, ես չգիտեմ։ Գուցե Միացյալ Նահանգները ասում են երբեք չլինի այնպիսի կազմակերպություն, ինչպիսին էր Armenian Assembly։ Չպետք է լինի։ Դե բայց արխիվում աշնան ընտրություններ կան, մեր համայնքը կարող է շատ լավ աշխատել այսօր։ Հիմա տեսեք, դեմոկրատները այնուամենայնիվ դատապարտեցին, բան հիմա ինչ նկատառումներից ելնում, բայց այդ քայլին գնացին։ Այսինքն պետք է այս ուղղությամբ աշխատել։ Ես հիմա մասնագետ չեմ, հա կոչ անել, հա, Սփյուռքին կոչ անել, թող աշխատեն։ Դա վիրավորական էր, ավելի լավ էր, օրինակ ինձ համար, եթե կամ մարդիկ ասում են, չէ, ախպեր, ինչա, լավ է, գրես, ջնջես, լավ, ոչինչ, մյուս անգամ կգրի, չի ջնջի։ Ինձ համար դա վիրավորական էր։ Ես կարծում եմ, որ նորմալ Սփյուռքի մեր նորմալ ներկայացուցիչների համար դա նույնպես վիրավորական է։ Մանավանդ կրկնում եմ, Միացյալ Նահանգները արդեն ճանաչել էր։ Խոշոր երկրներից չի ճանաչել ցեղասպանությունը միայն Բրիտանիան։ Չկա երկիր, որ ճանաչել չէ։ Եվ Իսրայելը։ Իսրայելն է չի։ Չէ, Իսրայելը խոշոր երկիր չի։ Դե հա, խոշոր չի։ Իսրայելը խոշոր, չէ, բայց Իսրայելի պարլամենտ ընդունել է, բանը, դու ասա, ինչ էր կոչվում դա պարլամենտը։ Կնեսետ ընդունել է։ Որոշում ընդունել է։ Իսրայելի նախագահներից մեկը, ես իմ ազգանունը կարող եմ նույնիսկ հիշել, մի 10-15 տարի առաջ նույնպես հայտարարեց ցեղասպանության մասին։ Այսինքն որոշակի առումով, երբ որ Իսրայելին ասում ես, բա լավ, Հայաստանը այնուամենայնիվ ձեր հոլոկոստը ճանաչել է, բայց դուք մեր ցեղասպանության ասում են, բայց ռեզոլյուցիան կա, ինչ ես ուզում։ Ես ինքս հրեա մտավորականների հետ միջազգային հարթակներում նման խոսակցություն ունեցել եմ։ Ես ասել եմ ընկերներ, ինձ հետաքրքրում է այնպիսի ճանաչումը, որը առնում է պարլամենտը օրենքով, եւ այդ ճանաչումից հետո օրենք է սահմանում, որ սրանից հետո դրա դեմ բանանել, պայքարել չկարելի։ Նո, հիմա թեման այդ մեծ բլեֆը 9000-ի բան եւ չգիտեմ հետեւել եք թե չէ 3-4-ի երկրորդ նախագահն էլ այդ բլեֆին անդրադարձավ 9 միլիարդի այդ բլեֆին, որ հետո պարզվեց որ նախ ասեց այդտեղ այդքան բան դնելու տեղ էլ չկա այդ 9 միլիարդ բան ոնց սա ներկայացվեց որպես մեծ ահռելի ներդրում բայց բանը բլեֆ էր Անժել ջան ես ուշադիր հետևել եմ թվերին եւ Վենսն ասել է 5 միլիարդ, հետո ասել է 4 միլիարդ էլ կլինի։ Այդ 5 միլիարդը իմ կարծիքով ատոմակայանի արժեքն է։ Այսինքն 500 մեգավատանոց կայանի համար իրանք ծախսելու են 5 միլիարդ։ Եվ ռուսները կծախսեն 1 միլիարդ։ Իմ կարծիքով ես գուցե լավ չեմ հետևել, ես անդադ հետևել եմ, գիտեք ոնց է, ասենք եթե մանավանդ դու մասնագիտորեն դրան ես հակված, այդ որտեղ է։ Հետո Վենսն ասեց 4 միլիարդ էլ կտանք, ես չհասկացա ինչ է նշանակում։ Այդ 5 միլիարդը չի հերիքի մի ատոմակայանի եւս մի հատ կառուցեն։
ես չհասկացա։ Ներդրումների մասին ես մտածում արդյոք դա Վենսը նկատի ուներ Nvidia-ի ներդրումներ, ու Nvidia-ն պատրաստվում է այստեղ ներդնել $500 միլիոն, եւ դա ամերիկյան պետության ներդրումները չեն, Nvidia-ի։ Ես ճիշտ ուրիշ բան չեմ կարողացել լսել։ Եթե գիտեք, ասեք, խնդրեմ, ես կլսեմ դա։ Կընդունեմ ի գիտություն։ Հետո ասեցին վարկավորման մասին է խոսքը, ընդհակառակ մենք պիտի դա անենք։ Այո, այդպեսի բարդ է մնալու մեզ։ Այո, այդպեսի խոսակցություն եղել է։ Այո, մերոնք ասում են գուցե վարկավորում է։ Ես չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել մի բան, որը պարզ չի ասվել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը, նրա թիմը երբեք չեն պարզաբանել հասարակությանը, ինչ 9 միլիարդի մասին է խոսքը։ Միջամտություն էր։ Մեկ էլի Ամերիկան ֆինանսավոր պարտքերի մեջ կորացա։ Դե ամենամեծ դեֆիցիտային բյուջեն է։ Միջամտություն էր մեր ներքին գործերի Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, որ իրենց համար լավ կլինի, որ Նիկոլը ընտրվի, եւ նաեւ Վենսի հայտարարությունը, որ մարդիկ դա անգամ հրավիրել են սեպտեմբերին էլ համաձայնել է գնալ այդ խաղաղության բանի մասնակցելու եւ հիբրիդային դա հիբրիդային պատերազմ է։ Այ դա արդեն հիբրիդային է։ Դա է հիբրիդային։ Ռուսաստանի կողմից ոչ մի տես բան չի եղել։ Եվ ես նույնիսկ վախենամ, որ կարողապատե Ռուսաստանն էր գցում այդ հարավային Կովկասը այդքան մեծ խնդիրներով գուցեև նույնիսկ Ռուսաստանը իրեն թույլ տա, դե Նիկոլը մնում է, թող մնա կամ եւ այլն։ Բայց նրանք իրենց թույլ չեն տալիս։ Նույնիսկ այդ խաղաղության կոնֆերանսին գնալը Փաշյանի հրավերը, հրավիրվել է Հայաստանի վարչապետը պարտադիր չէ Փաշյանը գնա։ Ես ուշադրում եմ նոր վարչապետը գնա, բայց նոր վարչապետն էլ պիտի մտածի գնա թե չէ, դուք գիտեք, որ Բելարուսն ու Ռուսաստանը հրաժարվեցին։ Ինչ է ուզում խաղաղության այդ խորհրդում ստեղծել Միացյալ Նահանգների նախագահ Տրամպը, նոր ՄԱԿ-ը ոչինչ ասում, մենք ՄԱԿ-ի անդամ ենք։ Այո։ Դենա ՄԱԿ-ն էլ արդեն կոմպրոմիսի գնաց, ասում է, թե մենք հələ կնստենք, տեսնենք ինչ առաջարկում Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի նման, որտեղ իրանք արդեն լուրջ ֆինանսական ճգնաժամ ունեն, չէ՞, այնտեղ չեն կարողանում։ Հա, հիմա Հայաստանը ես չգիտեմ, ես այս բան պատրաստ չեմ պատասխանելու, եթե Հայաստանի նոր վարչապետը ինչպես կմտածի գնա թե չէ, այդտեղ հարցական կա, այդտեղ լուրջ մտածելու տեղի կա։ Այդ խորհրդի նիստին գնում ենք, որ ինչ ենք ստացել։ Լավագույն դեպքում ակնկալում են ապրիլ-մայիսին ստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը, որի մեջ ոչ մի բան չկա, առանց տարածքներ ճանաչելու խաղաղության պայմանագիր ստորագրում ենք, որ ինչ ստանանք։ Իմիջիալոց 3 Ալիևը Մյունխենում էր, չէ, հայտարարել է, որ չի լինելու, միջև մեր այդ պահանջները չլինի։ Այսպիսի ինֆորմացիա գնաց, որ Միացյալ Նահանգների Թուրքիայի խաղաղությամբ պայմանավորվել են, որ միայն խաղաղության բանը կստորագրեն, որպեսզի դա բոնուսներ բերի Նիկոլին, աջակցեն օգնեն, որ անցնի, բայց ընտրություններից հետո արդեն արագ կանցկացնեն սահմանադրության փոփոխություն տարածքների եւ այլն, բայց տեսեք երեք նորից հստակ հայտարարեց Ալիևը, որ դա չի լինելու։ Ինչ բլեֆ է այս խաղաղության պայմանագիրը, եթե դա լինի։ Դա Հայաստանի բլեֆն է, որովհետեւ Հայաստանի իշխանությունները ուզում են դա մատուցել, ուզում են դա վաճառել իրենց ապագա ընտրողներին, որ մենք խաղաղության պայմանագիր բերենք։ Բայց նույնիսկ դա եթե լինի չլինի, ես քեզ ասում եմ, քանի որ մենք փոխադարձ սահմանների ճանաչում չունենք եւ այդ պայմանագրում չի ֆիքսվում տարածքները, անհասկանալի է պայմանագիրը ու միջև է։ Վերնագրում գրված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց ոչ ոք չգիտի որտեղ է սկսվում Հայաստանը եւ որտեղ է վերջանում։ Ադրբեջանը դա չի ճանաչում։ Հայաստանը ճանաչել է, ասել է 86640 կիլոմետր է Ադրբեջանը։ Ադրբեջանը չի ասել, որ Հայաստանը այն սովետական բարով 29807 կիլոմետր է։ Ավելին, սահմանները, որ մենք ճանաչել ենք 1988 թվականի հունվարի 12-ի պրոտոկոլով, որը Ադրբեջանը ստորագրել է բոլոր մակարդակներում, այդ դեպքում մեր սահմանները պետք է լինեն տարածքները 30157 կիլոմետր։ Այդ պրոտոկոլից այսօր Ադրբեջանը հրաժարվում է եւ մեր Գրիգորյանը հաջողությամբ ճակերտավոր ասած տապալեց 88 թվականի հունվարի 12-ի պրոտոկոլը։ Բա Շատ լավ, ինչ եք կարծում, Վենսը երբ որ դուք խոսեցիք, այդ պուրակ գնաց եւ ասեց, որ ինչ հզոր ասեց, ինչ բան, ադրբեջանցի զինվորները հայտնի են իրենց, չգիտեմ, քաջության բան։ Ինքը չգիտեր, որ դա ասում է այդ ադրբեջանցի զինվորները կոնկրետում դեմ են կռվել եւ ինչ են արել։
Ինչի չկար անգամ այսպես ասեմ քաղաքական մի քիչ նրբանկատ թաղված են այն ադրբեջանցիք, որոնք Արցախում հայեր են Բայց գոտել։ ինչի անգամ այսպես մի փոքր նրբանկատություն էլի չդրսևորվեց հայ ժողովրդի նկատմամբ։ Անժելա, նոր եմ ասում, եթե ինքը ուզում էր գոնե հավասարակշռեր, թող Երևանում այցելեր Եռաբլուր։ Պատկերացնում եք։ Դրանից հետո հաստատ Ալիևը թույլ չէր տա, որ ինքը մտնի, ես վստահ եմ Ադրբեջան։ Դե ուրեմն Վենսի այցելությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ամերիկայի կողմից մեզ ադրբեջանական պահանջները մատուցելու փորձ։ Բայց ոնց են ներկայացնում, չէ՞։ Ոնց են ներկայացնում իբր բարեկամ հայ ժողովուրդ։ Շատ լավ։ Ինչ ունի տալու, ինչով է հետաքրքիր Ադրբեջանը այսօր Միացյալ Նահանգների համար։ Չգիտես։ Գիտեմ, դե ուզում եմ մեր ժողովրդը Ադրբեջանը հետաքրքիր է, որպեսզի երբ որ Հայաստանը չի լինի, Ադրբեջան, Թուրքիա եւ Միջին Ասիա միանան ու կռվեն Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ։ Ադրբեջանի ուժը հակառուսականությունն է։ Մենք աշխարհը բոմբել գցի դառնանք հակառուսական, մենք միևնույն է հավասար չենք լինի Ադրբեջանին։ Ուրիշ բան չկա։ Այնպես չի Միացյալ Նահանգները քնում է, ասում է Հայաստանը թողել, ասում է եթե հնարավոր ալնի, բայց եթե Ադրբեջանն ու Թուրքիան հերթական անգամ կանոնացեն, ախպեր դե էս Հայաստանը մեզ խանգարում է եւ այլն, ապա հիշեք ինչ արեց Վիլսոնը, նույն բանը կկրկնվի։ Դուք շատ լավ գիտեք, որ Միացյալ Նահանգները մեծ քաղաքականության մեջ դաշնակիցներ չկան։ Ով վարի տվեց Սևրի հաշտության պայմանագրի կատարումը, Հայաստանի ձևավորումը, կամ վերջին օրերին վերջին 2-3 շաբաթներ Ռոժավանով վարի տվեց քրդական պետություն էր Սիրիայի հյուսիսում։ Միացյալ Նահանգներն ասի չէ։ Աֆղանստանում ով թողեց իրենց բոլորին թռավ, Միացյալ Նահանգները, Իրաքում ով խառնեց։ Ալ-Բաշա, ասում Ալ-Բաշարը, Ալ-Բաշա, Ալ-Շարը։ Մեր ընկերնա մենք արդեն քրդերի կարիք չունենք, քրդերը 340,000 մարդ տեղահանվել են։ Մեր օրերում տեղի ունեցած ցեղասպանություն, տեղահանվել են, գնացել են, վազել են, որը Իրաք, որը Թուրքիա, որը Իրան։ Ինչ էին հայտնում Թրամփը դրանից առաջվան ինչ էին հայտնում քրդերի պաշտպանության, այնտեղ բազա էին դրել։ Թողեցին։ Օրերս հայտարարեցին, որ այդ բազարից զորքերը դուրս են բերվում։ Ես չեմ ասում եմ Միացյալ Նահանգները մեզ թշնամի են, այդ պետությունը մեզ օգնել է, հաց է տվել, հիանալի դեսպաններ են եղել, Հարի Գերմանը, Պիտեր Թոմսոնը, Էվանսը դեսպան, որը իդեպ վերջը ասեց, որ այդ թրիփը բուլդոզերով Հայաստանի վրայով անցել։ Այո։ Այսպես է։ Թրիփի մասին, հա, մի երկու բան էս վերջին։ Դե թրիփն եկավ, թրիփի մասին, այդտեղ շատ հետաքրքիր իրադարձություն տեղ ունեցավ։ Հայաստանի հարկայինի պետը պարոն Հակոբյանը, հա, կարծեմ, իր բերանով հայտարարեց, որ այդտեղ ապրանքները մտնելուց կմաքսազերծվեն, ինչպես ԵԱՏՄ տարածք մտնող ցանկացած ապրանք։ Դա շատ մեծ հաջողություն է, որը արվել է Ռուսաստանի պահանջին, եւ սրան ոչ ոք չարձագանքեց։ Ոչ Ադրբեջանը, ոչ Միացյալ Նահանգները։ Այսինքն մենք հույսներս կտրեցինք Նիկոլ Փաշինյանից եւ ահա մեր Պեկի նախագահան վերջապես ասեց, որ ստեղ կմաքսազերծվի, շատ մեծ հույսեր մի տարածեք, որ դա կլինի կարիդոր։ Եթե մաքսազերծումը լինի, ուրեմն դա կարիդոր չի։ Ոչ ոք դեռ չի ասել։ Բոլորը ընդունեցին գիտություն, ոչ ոք չի նկատել սա, հասկանում եք։ Եվ ես պիտի ասեմ, որ իրոք դա շատ համարձակ հարցադրում էր եւ նույնիսկ ես դրական էմոցիայով լցվեցի մեր այդ բանի նկատմամբ հարկային պետի ծառայության ղեկավարի նկատմամբ, որը պիսի հայտարարություն արեց։ Երկաթգծի մասին, հա, որ խոսեցին։ Այդտեղ առանձնապես բան չկա։ Ռուսներն ասում են, եթե թրիփի այդ ուղու մեջ երկաթգիծ պիտի վերականգնվի Հայաստանի տարածքում, պատրաստ ենք անել, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ասավ նրան, թե լավ չի լինի, որ երկաթգծերը ծախեք մեզ գնաք։ Չեմ հասկանում։ Ինչ է այս բանն ասում։ Չէ՞ որ դու հայտարարում ես, որ եկեք մտածենք, որ թրիփի մեջ ոնց Ռուսաստանը նույնպես ինտեգրվի։ Իրանը առիթը բաց չթողեց հերթական արդեն վիրավորանքները հասցնելու եւ Հայաստանի վիրավորանքն կոշտ հռետորաբանության եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հասցեին։ Ես կարող ես թրիփով ուզում եք դեպի Իրան ճամփեն փակեք։ Ես էլ ուզում եմ այդ Իրանի հետ արտգործնախարար տեղական ասեմ, կարող եմ որ իհարկե դա է նպատակը։ Ինչ կարող է։ Կարող է չկա։ Շատ լավ։ Խոսքի սկզբում խոսեցի դրա մասին, պարոն Բագրատյան, ինչու էսպես
անտեսվեց հայ առաքելական եկեղեցու թեման, իսկապես սպառնացել էր Ալիևը եւ կամ գուցե Նիկոլն էր համոզել, որ չխոսեք բացարձակ բանտարկյալների մասին, Վենսը չխոսի սրբազանների մասին կալանավորված, չխոսի եւ էլ չեմ ասում, ավելին լկտիության սահմանը նույն օրը հայտարարում է, որ վեհապարը ազգային ժողով պիտի գա հարցերին պատասխանի, պարզ է, չէ՞ որ ինչ մի հատ ստորագույն բան են մտածել, եթե գնա, ինչ կլինի, եթե չգնա, իրենք ասեն, տեսեք, արհամարում է ինչ որ կա։ Նույն օրն են հայտարարում, հա, Վենսը այստեղ է, իրենք հայտարարում են, ընդ որում ասում են կարող է բանանի հանդիպի։ Հետո ավելի կոպիտ եւ խիստ բան հայտարարություններ արեց, հիմա էլ երեկ էլ ասել է, որ գիտեք, պետք է գնային դրսում այդ հոգևոր այդ ժողովը կայանա, ասում է ուզում է միացրիկայության չափը նայեք, էլի, ուզում են դուրս տանեն այստեղից, մենք թույլ չենք տա մայրաթորը Հայաստանից դուրս եկել, այդպիսի բան չկա, էլի բացարձակ։ Էլ չեմ ասում, որ այդ փոլին բոլոր են հոգևորականները, որ պիտի մասնակցեին բան ստորագրություն, որ պիտի երկրից դուրս չգան եւ այլն եւ այլն։ Ինչու անտեսվեց Նիկոլն է համոզել, թե Ալիևը, թե միասին Թուրքիայի հետ միասին, թե Ամերիկան այսպես նորմալ է Ամերիկայի պարագայում, որ կարող են մի բան խոսանալ։ Հայ առաքելական եկեղեցին արևելյան եկեղեցու տարատեսակ է։ Սկզբից փորձեցին դարձնել հունակաթոլիկ եկեղեցի, չեղավ։ Հենց նույն Փաշինյանի իշխանության օրոք։ Հիմա լինելով արևելյան եկեղեցու տարատեսակ քրիստոնեության ինքը շատ ավելի մոտ է եւ համա գրեթե խնդիրներ չունի ռուս ուղղափառ եկեղեցու հետ։ Հայաստանը հայ ազգին վերջնականապես տարալուծելու կողմնորոշումների զրկելու առումով Հայաստանի եկեղեցին պիտի փոխվի։ Եկեղեցին մեր գոյության պատվիրաններից է։ Տարբեր եղել մեր եկեղեցին, երբեմն շատ է ուռճացել եւ այլն, բայց այնուամենայնիվ 99% պարագայում, այո, մեր գոյության կռվաններից մեկը հայ առաքելական եկեղեցին է։ Հիմա Վենսն է դա հասկանում։ Վենսին ասվում է, ուզում եք ձեզ պաշտպանենք, ուզում եք ձեր թուրքական գիծը տանենք։ Մի խոսեք, հա դրա մասին։ Ուրեմն մի խոսեք դրա մասին։ Հիմա այստեղ ասեցին, թե դեսպաններից մեկը համոզեց, թե այստեղի դեսպանին ասին, որ Վենսից զգուշացնի։ Դա արդեն էական չի։ Բայց մյուս կողմից այդ մարդիկ ասում են մենք եկեղեցու կողմը Սուդանում, Նիգերիայում, չգիտեմ որտեղ գնում են քրիստոնյաներին պաշտպանել։ Սուդանում, Նիգերիայի քրիստոնեայի կողքին թուրքեր չկան։ Հա։ Այստեղ կա Թուրքիա, որին պետք է պաշտպանել, որովհետև Թուրքիան է այն Ուկրաինից հետո այն հաջորդ զինվորներին տալու, որոնք իբր թե մի օր պիտի պատերազմի մեջ մտնեն ռուսների հետ։ Էսա, ոչ մի բան չկա այդտեղ։ Բայց նաև նշանակում է, որ իրենք սենց հայլու մեջ նայում են, իրանց վրա են թքում, չէ, որտեղ մի կողմից մի բան են ասում, ես քեզ խորհուրդ կտամ, կամ է շատ խելացի մարդ ես, բոլորը լավ բացատրում է, Խուրշուդ Հովսեփյանի կանչես, բոլորը կբացատրի քեզ։ Բոլորը, այնքան խելացի են, կարդացած։ Պարոն Բագրատյան, նաև տեսակետ կա, որ շատ խորամանկ բան են անում այսօրվա իշխանությունները։ Երբ որ նույն արևմուտք հավաքական է, որ ասում են մենք քրիստոնյա արժեքների կողմնակից ենք, պահպանում ենք, այ մի հատ բան են գտել։ Երբ որ տեսնում են, որ չէ, մի քիչ սեղմում են, ասում են պետք է բան անեք, թուլացնեք ճնշումը հայ առաքելական եկեղեցու վրա, հոգևորականների վրա, միանգամից ասում են հիբրիդային պատերազմ է եկեղեցին անում, փողերը այստեղից գալի, KGB են, Ռուսաստանի Դաշնությունը այդտեղ արդեն ձերքները բարձրացնում են։ Արևմուտքը ասում է լավ գնացեք արեք։ Այդ խորամանկորեն տակից ասում են, բայց Անջելա, այդ եթե սկիզբը լներ ես հասկանայի, արևմուտքը լավ հասկանում է, որ դες բան չկա, այդպես թեմա չկա։ Լավ։ Արևմուտքին եւ Եվրոպային եւ Ամերիկային ասում են, այդ ձեր թշնամին ով է։ Նրանք ասում են Չինաստանը, Ռուսաստանը, բայց եկեղեցին նրանց կողմը։ Չկա այդպես բան, դա միամիտ բաներ մի ասա։ Չէ։ Հենա Ուրսուլա ֆոն դեր Լայերին կողել էին ցեխ անել էին։ Իռլանդական դեպուտատը, թե ես ինչեր եք անում։ Դուք Եվրոպան աղքատացնում եք, արդեն Եվրոպան իր տնտեսական զարգացումով մեկ շնչին ընկնող հնայով, իհարկե PPP-ով հաշված, դարել է 40 քանի հազար Ռուսաստանի չափը դարել։ Այսքան որ Ռուսաստանին ասում են թե իբր հեսա Ռուսաստանը կսատկի, կմեռնի, չի դիմանա, հակառակն է տեղի ունեցել։ Լավ, հիմա ինչ զարգացումներ առաջիկայում սպասվում է այդ բանը հոգևոր հավաքը, ամենայն չգիտեմ, թույլ կտա վեհապարը գնա թե չէ, մյուս հոգևորականներին թույլ չտվե, ինչ կանխատեսումներ եւ զարգացումներ
Պաստորեն Ես հուսով եմ, որ վեհապարակը գնա, բայց դա չի էական, է։ Ձեզ հետևեցին, դուք ասում եք ոչ մի գնով չհրաժարվել։ Ոչ մի գնով չես հրաժարվում, ինքը ստեղծելու է զուգահեռ հայ առաքելական եկեղեցի, Նիկոլա։ որը ունենալու է այս եկեղեցու 10%-ը, հա, ծաբան։ Բայց դա նշանակում է, որ կիսվեց եկեղեցին, այնտեղ արդեն իրանք կարող է հավաքվեն շուտ ուշ իրանց կաթողիկոսին ընտրեն, ասենք օրինակ Բենթլի Կճոյանին, հա, ընտրեն կաթողիկոս եւ այլն, եւ սկսեն իրենց սև գործը։ Այդ եկեղեցականների մի հատված, բարեբախտաբար ոչ մեծ մասը, մորթապաշտեն, պաշտոն ունենան եւ այլն եւ այլն։ Գնան կանգնեն վարչապետը իրենց բանի տեղ տնի, ձեռով բարևի եւ այլն։ Այս տեսակն է։ Այս խաղերը կշարունակվեն մինչև Հայաստանում կփոխվի իշխանությունը, որը կսկսի պաշտպանել հայ առաքելական եկեղեցին։ Այսինքն կգնա պարակտման, եկեղեցին գոնե կբսկտի։ Կբսկտի անպայման։ Հա, դա կհաջողի իրան, շատ լավ։ Գերիների հարցն էլ բացարձակ չբարձրացրեց, ինչքան մեծ հույս կար, հա, որ հնարավոր է խոսի միջալոց համայնքի երևելիները մի Սփյուռքի շատ խիստ գնահատական հնչեցրեցին, որ հարցակումները եւ շատ կոնկրետ էին ասել, որ սա հայոց պետականության դեմ է, հայ ժողովրդի դեմ է, այսօր գնալ վեհապար հորդեմ, եկեղեցու դեմ, այս փսիխիստ հայտարարություն, երևի դրա համար էլ բանը, էլի խելագարվել էր առավոտ շուտ ուղարկեց Իզմիրյան կենտրոնի վրա, տեսակ, առավոտը զարթնեցին, ուղարկեցին այդ հիվանդանոցի վրա, էլի, հենց այդ հայտարարությունից անմիջապես հետո, բայց գերիների մասին բացարձակելի չխոսեց, հույս կար, որ գոնե այս խաղաղության պայմանագիրը բլեֆ, պատերազմի պայմանագիրը, բան համայնքի անդամների վրա հարցակ ձերբակալեցին սա։ Այո, 6-7 հոգի։ Դե մոտենում են փողոցի մասը կաղաքալես, մոտենում են, ասում են դուք ձերբակալված եք։ Դուք տնային կալանքի մեջ եք։ Սա եղավ ավելին, երեք Ալիևը նաև հարցազրույց է տվել եւ ասել է, որ նախ այդ խաղաղության բանը կստորագրենք սահմանադրություն փոխելուց հետո մեկ եւ երկրորդ ասել է մոտավորապես մոռացեք այդ գերիների մասին։ Բաքվի բանտում գտնվող գերիների մասին։ Դուք տեսեք ինչ ինքնավստահություն, այս էլ էս այցից հետո, ես չգիտեմ, ելով կարող է ճնշել իր վրա կամ որ պարագայում մենք կարող ենք հասնել դրան, որ մեր գերիները Բաքվից մեր հայրենակիցները, պատանդները վերադառնան։ Եթե Միացյալ Նահանգներն էլի այսպես։ Էլի մնում է մեր Սփյուռքի ճնշումը, չգիտեմ ինչ է մնում, ինչ որ բան մնում է, թե անհույս է արդեն։ Էլ Ահաբեկի չէր, մարդասպան էլ չունենք, բանտում որ Նիկոլը Ազատ Արցակին նվիրի, ասենք, ինչ Էրդողանի պահանջով 3 հոգու բերեց, էլ էլ չունենք 3-4 հոգու։ Ինչ ասեմ, Անջելա։ Ողբերգության մեջ։ Ցավալի բան է, ես հիմա չեմ ուզում հուսահատեցնող բաներ ասել գերիների հարազատներին, նրանք երևի լսելու են, հաղորդում են։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ մի օր այդ հարցը կլուծվի։ Հենց թեկուզ այն պատճառով, որ ցմա այդ մարդկանց Ալիևը չի կերակրելու։ Հա, եւ այդ լկտիությունը էլի մրցանակ ստանալուց հետո, այդ մուսուլմանական այդ բանը ստանալուց հետո հաջորդ օրը հայտարարեցին, որ ցմահ ենք դատապարտում։ Խաղաղությունը իր արևին, այս մեր թյուրիմացությունը բերանը բացած։ Իդեպ լավ կլներ մեր հարկայինը վկայեր, արդյոք այդ ստացած մրցանակից եկամտարկը պահվել է եւ կոնկրետ այդ թվերը հասցվեին հանրությանը։ Հա, այդ էր մնացել ամի կոպեկ տա փողա ստացել։ Ասեցիք, Նիկոլից օրենք կա, երեք մենք ստուգել ենք, օրենք կա։ Օրենք կա։ Միայն այն դեպքում չի արվում, երբ որ տվյալ կազմակերպության հետ Հայաստանը հատուկ պայման ունի, համաձայնագիր, մենք նրանց հետ համաձայնագիր չունենք։ Հայտարարությունները Իրանի հետ կապված առավոտյան ասում է մենք բանակցում ենք, Թրամփը երեկոյան ասում է իրենց լավ չեն պահում, Իրանի հետ կապված մենք հələ դեռ կտեսնենք, հաջորդ օրը նավերն է ուղարկում, մյուս օրը շրջափակման, մյուս օրն ասում է չէ ոնց որ ամեն ինչ լավ է, հետ կքաշվեն Ուրանից, մյուս օրը մի հատ այսպես մեծ անորոշություն կա, բայց նաև նկատելի է շատ կոնկրետ, որ Իրանի հարցում իսկապես վարանում կա զգուշավորություն, որովհետև ռիսկային է, համաձայն եք, որ ռիսկային է, արդյոք Իրանի դեպքում Միացյալ Նահանգները ունեն մեկ դաշնակից, որպեսզի Իրանի ներսում լինեն խռովություններ եւ այդ խռովությունները կրեն էթնիկական բնույթ։ Ուրիշ ձև չկա Իրանին ոչ ասել։ Ցամաքային օպերացիան բացառվում է, մեծ երկիրը կկրվեն, պարսիկների մեջ փողի դիմաց հայրենադավությունը բացառված է, նրանք պարսիկների մեջ պարսիկները պատմականորեն վերջի 3000 տարվա մեջ 2100 տարին ունեցել են պետականություն այդ հատկության շնորհիվ նրանք էականորեն տարբերվում են ոչ միայն հայերից, այլ նաև Վենեսուելից են տարբերվում, այլև Իսրայելից են տարբերվում։ Հաջորդը երևի Պարսկաստանի հրթիռային հզորությունը հերիք է, որ հենց Թրամփը սկսվի նրանք ոչ չասնելու են Իսրայելին։
Դրա համար Նաթանյահուն օրերս գտնվում էր բանում, եւ Թրամփը վախենում է, որ ամերիկյան բազաները կոչիչացնեն եւ այլն։ Չի գնա այսինքն դրան։ Չէ, գցում բռնում է։ Իսկ ինչ կարանի, մեծ ավերվածություն հրթիռներով կրակելու է, ռմբակոծելու է ինքնաթիռներով, հետո լավ ավերվեց, հետո ինչքան։ Այդ ավերվածությունը, չէ, իսկ եթե այդ ավերվածությունը հակառակը բերին համար պարսիկ ժողովուրդը կանգնի իշխանությունների կողքին։ Այլ հարցա, որ Թրամփը կամ մյուսները գուցե հույս ունենան, որ ասենք 93 միլիոնի մեջ Պարսկաստանում ապրող 30 միլիոն ադրբեջանցի կա, դրանք ոտիկ կանգնեն, մի 7 միլիոն քուրդ կա, ոտիկ կանգնեն, գուցե հաշվարկը դրա վրա է։ Բայց առայժմ դա չի արդարանում։ Հեշտ պատառ չէ Իրանը։ Իսկ եթե իրանք նույնիսկ չգիտեն, իսկ եթե Չինաստանն ու Ռուսաստանը ամբողջովին կանգնեցին Իրանի կողքին։ Դա տեսանելի է, բայց նախորդ անգամ Ռուսաստանը Ես չգիտեմ, բայց կարող է շատ զգուշ, տեսեք Վենեսուելից այդքան բաներ տանում Չինաստանը ինչքան զգուշավոր բայեց իրեն։ Չինաստանը չէր կարող, Վենեսուելը չէր կարող ավիակիր ուղարկել։ Վենեսուելան ուրիշ է, իր քթիտակ էր։ Այսօր Կուբային են փշի անում եւ այլն։ Իդեպ արդեն Ռուսաստանը հայտարարում է, որ մենք ֆինանսական բանջար օգնություններ կտրամադրվենք Կուբային, թեպետ շատ ծայրահեղ վիճակի է, Փարիզբուն իմաստով շրջափակված է նավթային պաշարներ, բան ոչ մի թույլ չեն տալի եւ ծայրահեղ վիճակ է։ Հայտնի չի, կարող է պատահի մի հատ նավթային նավթատար մոտենա Կուբային, կողքը մի քանի նավ ռազմական։ Չինական կամ ռուսական, այո, կարող ռուսական կարող է։ Դա կանխատեսում եք, հնարավոր է։ Հնարավոր եմ համարում։ Ես մարկա չեմ կանխատեսում, ես բաներ չգիտեմ, ես պարզապես բոլոր տարբերակները պարտավոր եմ հաշվի առնել։ Տեսեք։ Ես չեմ կարծում, ինչի ցամաքային օպերացիա չի անում Կուբայում Թրամփը։ Ինչու՞։ Ինչ իրանքով է շրջապատը։ ՄԱԿ-ի անդամ երկիր է, ինչ իրանքով է շրջապատը, ասում եմ չեմ։ Դե ՄԱԿ-ին հաշվի չի առնում, հիմա ՄԱԿ-ը գնաց է խնդրում, ասում է փող տվեք, պայթում ենք, ֆինանսավորում չկա, բան չկա, այդ իրա ձեռքը չի, ոնց որ ՆԱՏՕ-ին։ Դե իրա ձեռքն է, իրա ձեռքը չի, չգիտեմ, դա ակտ է, ի տարբերություն Վենեսուելայի, Կուբայի նախագահան ժողովուրդը կանգնեց ոտքի, այսօր ժողովրդին նույնիսկ սովորական հրացան են բաժանում։ Կուբայում։ Իրանում չեն բաժանում, որովհետև Իրանում գիտեն ցամաքային օպերացիա չի լինի, Կուբայում կարող է լինել։ Մարդիկ մտածում են հիմա, իդեպ այդ Կուբան շատ ուրախ բան ապրող երջանիկ ժողովուրդ է, շատ ուրախ, ինչ են ուզում չեմ, ոչ մեկի Համզաշենի բանի նման չի, Համզաշեներ Մարիամ, որ ասում մի հատ Համզաշեն չգիչներ գնայինք ապրեինք, հիմա այդ էլ մի հատ Կուբայի նման։ Հա։ Չնայած կրկնում եմ Կուբան գտնելի տակը 80 կիլոմետր է Ֆլորիդայից հեռու։ Շատ լավ։ Կար մի շրջան, որ այսպես Ռուսաստանի Դաշնությունը հավատում էր փոփոխությունների, դե հիմա չասենք Ելցինը, բայց Ելցինի մոտ դա ամրագրված էր, որ այո, ճանապարհները, չգիտեմ, բացվում են, ինչ որ համաձայնություններ, պատը քանդել էր արդեն, այս Բերլին, ինչա, Գերմանիայի պատը քանդել են եւ այլն, մենք գրկաբաց գնում ենք դեպի արևմուտք։ Հետո Պուտինն էլ ընդունեց, որ ինքն էլ է խաբված եղել, փաստորեն չէ, բոլորովին ուրիշ ծրագրեր ունի արևմուտքի իրենց հետ կապված։ Այսինքն ընդունեց, որ իրենք միամիտ է, կամ հիմար են եղել, կամ միամիտ։ Հիմա Թրամփի իշխանության գալուց առաջ կամ այդ ընտրություններին նկատել էր, որ այնուամենայնիվ մեծ սպասում կա Ռուսաստանի Դաշնությունը, որ Թրամփը կընտրվի եւ բանակցություններ, հաշտություն, խաղաղություն եւ այլն, գոնես սանկցիաներից մի քիչ կթեթևանան, բայց հիմա նորից հիմար կամ միամիտ վիճակում հայտնվեցին։ Տեսեք ինչի անում Թրամփը, շատ ավելի վտանգավոր քայլեր, շատ ճկուն ձևով, տեսեք, մարդը գնում է առևանգում է այն բրիքսի երկրներից մեկի ղեկավարին, բանի ամենաջերմ հարաբերություններն էր վերջին փուլում Հնդկաստանի հետ, կարողացավ հասնել նրան, մի անգամ բանակցումը հասնում է նրան էներգետիկ բանը կանգնեցնում է։ Երեք հայտարարեցին, որ կգնան այն երկու եվրոպական երկրները, որ կողմնորոշումը դեպի Ռուսաստանն էր եւ պատերազմի դեմ են, ասեց ոչինչ։ Հիմա մեզ անին կուղարկեմ, կգնա էներգետիկ հարցերը կլուծի, այսինքն կկտրի Ռուսաստանից։ Պատերազմի հարցում տեսնում եք միտեղից բանակցում է, անցած շաբաթ նորից զենքի մեջ խմբականակ է ուղարկում Ուկրաինա։ Խաբված է, միամտացած է Պուտինը, պիտի նորից վերանային այս ամեն ինչը։ Թրամփը նոր պատուհաս էր կամ խորքային ամերիկյան պետության մշակված պլաներ, որ պիտի բերեին Ռուսաստանն այս ձևով պայթեցնեն։ Անջա ջան, սկսեցի Ելցինից։ Այն ժամանակ Ամերիկան նախաձեռնել էր եւ ստեղծել էր գլոբալ աշխարհ։ Այդ բանը տևեց մինչև 2008 թիվը։ 2008 թվին, երբ որ գլոբալ աշխարհում եղավ տնտեսական ճգնաժամ, Չինաստանի տնտեսությունը այդ տարի աճեց 8.5 տարի, 2009 թվին 8.5%։ Ստացվեց,
որ գլոբալ աշխարհը որ սկսել էր Ամերիկան, ասելով գլոբալ աշխարհը Ռուսաստանն էլ մեր հետ պիտի նստի հավասար սեղանին, Ռուսաստանի ռեսուրսները մենք պիտի տիրապետենք, եվրոպացիք միացան Ամերիկային, բարձրացած որ արևմուտքը բավականին խորամանկ քայլեր անում այս ուղղությամբ։ Բայց արի ու տես որ Չինաստան, իսկ մի քանի տարի հետո Հնդկաստան արագորեն զարգանում են, դառնալով կոնկուրենտ արևմուտքին։ Վերաբերմունքը էականորեն փոխվեց, որ դուք պետք է ունենաք երկրորդական դեր, մեր հետ հավասար լինել չեք կարող։ Արևմուտքը սկսեց քանդել իր իսկ ստեղծած գլոբալ աշխարհը։ Էսա։ Հարցի պատասխանը կա, այո, այդ գլոբալ աշխարհին հավատացել են եւ Ելցինը, եւ Պուտինը, եւ կներեք ես էլ եմ հավատացել, որ դրան են ուզում գնալ։ Եվ ինքը արդարացի էր թվում, ասում են գլոբալ աշխարհը դիսկրիմինացիաներ չկան, ոչ տնտեսական, ոչ էթնիկական, ոչ քաղաքական, բարի եղեք ապրելու, գոյատևելու, մրցակցությանը դիմանելու։ Հետո տեսան չէ քանդում այս ամեն ինչը։ Բայց իսկ հիմա օրինակ դու ասեցիք, որ Հնդկաստանը իբր նավ չի առնում Ռուսաստանից, գուցե ուղղակիորեն չի առնում։ Ինչ այնտեղ կատարվում Աստված գիտի։ Հրաժարվեց, ասեց, այո, այ լավ էլի։ Դե նավերը որ գնում են առևանգվում են բարձ բուն իմաստով։ Հիմա եթե այլ ճանապարհներով նավերը ուզում են գուցե ձև են անում որ առևանգվում են, լսեք նավերը այ տենց, որովհետև այդ նավերի ամեն մեկի կողքը մի հատ ռազմանավ կարող են տնել նույն Չինաստանի նավերի քանակով զգալիորեն գերազանցում է բանին Ամերիկային։ Կարա մի հատ նավ դնի, հիմա ամենայն դեպս Չինաստանը նավթը անդադ առնում է։ Ավելին, հիմա դու ասում եք վերցեց Վենեսուելան վերցեց երրորդ օրը հայտարարեցին որ չինացիներ ավելի նույնիսկ էժան կարող եք վենեսուելական նավթ առնել։ Չինական China բանը ինչա կոչվում China Oil-ը պետական հսկայական ընկերությունը 700-800 միլիարդ ակցիաներով հայտարարեց որ հրաժարվում է վենեսուելական նավթը գնելուց։ Որպեսզի այդ փողը չհասնի ամերիկացիներին։ Հիմա ես այս բաները այտենց մանրամասն չգիտեմ։ Հիմա մյուս կողմից ինչ ասում Ռուսաստան, ասում է արևմուտք, Եվրոպա, միջուկային առումով, ռազմական առումով ես ձեզանից ուժեղ եմ։ Ես ունեմ 6000 մարտագլխիկ, դուք ունեք 4000։ Ես ունեմ, ասենք, սարմատ տիպի հրթիռ, որը ցանկացած կետին հասնի դեմը չեք կարող փակել։ Դուք չունեք։ Ձեզ կարգին պահեք։ Դե ասում է հետո, եթե կարգին չպային դուք հետևանքը պատկերացնում եք։ Դե հետևանքը եթե կարգին չպայեցին, ինքն ասեց Ուկրաինան առնվազն դնեպր գետով ես կկիսեմ։ Դե շատ դանդաղ է գնում, իրենք էլ Դե հիմա ես ու դու խոսել ենք 4 տարի առաջ, ես քեզ ասել եմ։ Ի վերջո Ռուսաստանը հաջողություն կլինի, բայց շատ ցանցալ լինելու։ Ես այդ օրը նույնիսկ մի փոքր Իմիջիալոց ես ասեմ, հպարտությամբ եմ ասում, իհարկե վատ բան եղել, բայց ես չեմ հիշում ինչ որ մի հատ ռուս մեկնաբաններից, այդ իրանց հայտնի դեմքերից, որ մեկը այսպես կանխատեսերեն ինչ որ դուք էիք ասում եք շատ երկար ձգվելու է, շատ բարդ է լինելու, մաշեցնելու process-ն է գնալու ուկրաինական բանակի, ունենալու են լուրջ մարդկային ռեսուրսների խնդիր եւ այդ ժամանակ, բայց դեռ շարունակվում է, էլի, պարոն Բագրատյան, եւ այդ աջակցությունն ու բանն էլ, չգիտեմ, տնտեսական առումով էկոնոմիկայի մեծ կրախի առաջ չեն կանգնեցնի Ռուսաստանին։ Պատահական չէ, ես հերթով նշեցի։ Այստեղ ցայնան, այդտեղ նայանան։ Էկոնոմիկան էս հարցում, արի մեր լսարանին տեղակ պահենք։ Ռուսաստանի տնտեսությունը 24 թվին աճել է 4.1%, 25 թվին աճել է 1.6%, չնայած ռուսական արտասահման ակտիվները մոտ 330 միլիարդ դոլար ձեռբակալվել են, այնուամենայնիվ այս ընթացքում Ռուսաստանի բանկը, այնտեղ կոչվում է բանկրասի, իր զուտ պահուստները 400 միլիարդից հասել է 770 միլիարդ դոլարի։ Այսքան բան։ Այսինքն Ռուսաստանի սնանկացում թեմա չկա։ Երեք ելույթ ունեցավ Մյունխենի կոնֆերանսում Ֆրիդրիխ Մերցը, Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ այսօր Ռուսաստանը մեզանից ուժեղ է, չնայած տնտեսության ծավալները Ռուսաստանի 10 անգամ փոքր են, քան Եվրոպային։ Բայց ես պիտի Մերցին ասեի, ախպեր ջան, թվերդ մի քիչ ճիշտ հաշվի։ Ռուսաստանի տնտեսության ծավալը Եվրոպայից փոքր է 3.5 անգամ, 10 անգամ չի։ Ամոթա Գերմանիայի կանցլերն ասել է, ես ճիշտ թվեր ես ասում։ Բայց ուրիշ բան էլ ասեց, որ հեսա իրանք Ռուսաստանին պիտի հասցնեն տնտեսական Նորից, այս պատմությունը գիտենք, Խորհրդային Միությունը 1937 թվականից իրանք տնտեսական կրախ են հասցնում, հետո Ռուսաստանին։ Այս պատմությունը գիտենք։ Տնտեսական կրախ Ռուսաստանում հնարավոր չի, Ռուսաստանը ունի գազ, նավթ, Մենդելեևի աղյուսակի 100 կամ 115-120 էլեմենտից 100-ը իր տարածքում ունի։ Դե ասում են այդ սովետական միությանը չփրկեց։ Հա? Ասում են դա սովետական միությանը չփրկեց։ Սովետական միությունը արևմուտքի պատճառով չի քայքայվել։
Սովետական միությունը քայքայվել է Գորբաչովի, ներսից։ Հա, Գորբաչովի սխալ քաղաքականությամբ։ Եթե Գորբաչովը գնար տնտեսական իրական ռեֆորմների շուկայական տեսության, արևմուտքը պարզապես կտեսներ ինչ է կատարվում։ Հիմա ինչ որ է քայքայվել է։ Կկայանա այդ խաղաղությունը վերջնական Ուկրաինայի շուրջ, թե Այսպեսի խաղաղություն չի լինի երբեք։ Խաղաղություն կանա, եթե արևմուտքը ընդունի իր պարտությունը Ուկրաինայում։ Ու արևմուտքը դա չի ընդունի։ Բայց կլինի ինչ որ զինադադար, ինչ որ մի կետի կանգնեն, հետո դες քաշ կգնա, որովհետև հիմա արևմուտքը մտածում է, իսկ ինչու պիտի ճանաչի այդ հողերը Ղրիմը Ռուսաստանի կազմում, չի ճանաչի երբեք։ Հասկանում եք։ Ամեն ինչ կգնա նրան, որ Ռուսաստանը ամբողջությամբ կվերադարձնի Դոնեցկի մարզը, Դոնբասը, կմնա արդեն տակը Խերսոնի եւ Զապորոժիայի մարզերի, որ այն հատվածները այդ մարզերի, որոնք գտնում են Դնեպր գետի աչափին։ Այդ արդեն ինչ կան, ես չեմ կարող ասել։ Շատ Բայց շուտապուշ խաղաղություն կամ էլ խաղաղությունը պատկերացնում ես, մի հատ թուղթ ստորագրեցին, բարձրացած բան չի լինելու։ Պատերազմը բացահայտորեն այսօր նախև առաջ շահավետ է պարոն Զելենսկուն, որովհետև շնորհիվ պատերազմի նա Ուկրաինայի նախագահն է, մնում է իշխանության։ Եվրոպային։ Ոնց որ մեր Նիկոլի Պարագայում էլի, այս խառնակցության, տարածքներ հանձնելու, գերիներ ունենալու, եկեղեցի վրա հարձակվելու, նոր տարածքներ ճանապարհ Ուկրաինա արևմուտքում սարսափելի պատկերներ են եւ Ուկրաինայից եւ Մոլդովայից, պարոն Բագրատյան վերջերս տարածվեց, ուրեմն եկեղեցիները փակել են, հոգեվորականները ծնկաչոք խնդրում են դռները բացեն, ոչ ստորացնելով, այսինքն նույն այլանդակությունն է, նույն սարսափ։ Բայց այստեղ ես քեզ չեմ ասել, դա Chatham House-ը հրապարակել էր այդ զեկույցը, որը այդտեղ գլխավորը անգլիական արտաքին հետախուզական ծառայություններն են, որոնք ասում են, այսպես պետք է վարվել։ Նրանք նորություն են մոգոնել։ Հիմա, որպեսզի մեր Ռուսաստանի դեմ պայքարը լինի արդյունավետ, մենք պետք է հակառուսական դարձնենք Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան եւ այդ երկրներում վերացնենք այն օջախները, այն ինստիտուտները, որոնք նպաստում են այդ երկրում իբր թե իրենց կարծիքով պրոռուսականությանը։ Եվ դրանցից մեկը արևելյան կամ ուղղափառ եկեղեցիներն են, որոնք Ուկրաինայում այսօր դառնում են հունակաթոլիկ եկեղեցի, մեկը մյուսի հետևից։ Նույնը Մոլդովայում է։ Իդեպ մի հարց, այս բանակցություններին զինվորականներն են գնացել եւ այնտեղ խորհրդականներից մեկն է Պուտինի, որ գնացել այդ բանակցություններին, բայց ասեն Ուկրաինայի հարցով չէ, ինքը փորձում է կարգավորել բանակցել Ռուսաստանի Դաշնություն եւ Միացյալ Նահանգներ։ Սա նշանակում է, որ արտաքին գերատեսչությունից դժգոհություն կա եւ մի տեսակ դուրս է մղվել։ Իսկ տարօրինակ չի։ Դա շատ հետաքրքիր է։ Ռուսաստանում ընդհանրապես արտաքին քաղաքացիությամբ մի քանի բևեռ են զբաղվում իշխանության մեջ, բայց ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Չգիտեմ, 1000 ու մի նրբություն կա։ Ամենայն դեպս արտաքին գերատեսչության ղեկավարի Լավրովի թույլ տված սխալներն են ինչ տեղնիցավ Անդրկովկասում, կային այդտեղ սխալներ։ Այդ ուզում եք այլ դրան, էլի, դրա համար հարցրեցի։ Կային սխալներ, կային, այո։ Հիշում եք ժամանակին հայտարարել Ադրբեջանը իրենց ինչներ հայտարարեց։ Ստրատեգիական գործընկեր։ Ուրեմն, ուրա հիմա ինչ կա այնտեղ հարաբերություններում այդ։ Ինչ կա այդ հարաբերություններում Ռուսաստանի Դաշնությունն եւ Ադրբեջանը։ Չէ, հարաբերություն չկա։ Ադրբեջանը բաց չի թողել Սպուտնիկ բանում ձերբակալված ռուսներին, դեռ ռուսներն իրար հետևից դատում են այդ բաներին։ Հակաադրբեջանական ալիքը Ռուսաստանում շարունակվում է։ Շատ լավ, պարոն Բագրատյան, ինչ եք կարծում ես Էփշտեյնի հետ կապված այս մեծ սկանդալը, իմիջիայլոց 3 նաև հոդված կար, որ իրեն սպանել են բանտում, արժե մեջ ուշադրություն դարձնել, դա համաշխարհային ինչ որ իրադարձություն է թե ոչ։ Չգիտեմ, անկեղծ ասած չգիտեմ։ Ինչքանով որ հետևում եք նկատեք, ինչ եք կարծում։ Ինձ թվում է Էփշտեյնի գործը բարձրացրել են Տրամպի հակառակորդները, հույս ունենալով թե հետքերը կտանեն դեպի Տրամպը։ Այդպիսի բան էս պայն չկա, Տրամպը երևի լավ գիտակցում է դա, չգիտեմ։ Ես չեմ կարող Էփշտեյնից խոսել։ Ես պարզապես չունեմ, տեղեկացված չեմ։ Շատ լավ։ Տեսեք, հիմա նաև տեսակետ կա, որ ասում են պարգևավճարների խայտարակություն է թալան է, բայց իրականում սա շղարշ է, վարագույր է, որի տակ տեղի ունենում ահռելի թալան Նիկոլի իշխանության կողմից։ Այդ մենակ այդ թալանը չէ, այս անգամ այդ հսկայական պարգևատրումները, որ տվեցին դեկտեմբերի վերջին, ես տառացիորեն վստահ եմ, որ դրանց մի մասը մուծվելու է իշխող քաղաքական ուժի դրամարկղ, որպեսզի ֆինանսավորվեն ընտրությունները։ Ես այդպես եմ մտածում։ Ես այդ հավանականությունը ավելի քան իրական եմ համարում։ Բայց դու խոսում ես հիբրիդային բանով, բոլոր այն մարդկանց, որոնք ցուցակ պիտի մտցնեք, ներկայացնում են ԿՊ-ն եւ այլն, այս մարդկանց մեծ-մեծին կանչում ես 15 միլիոն դրամ, 20 միլիոն դրամ, 30 միլիոն դրամ, 50 միլիոն դրամով պարգևատրում ես պետական հիմնարկի աշխատող։ Հետո դրանից հետո խոսում ես թալանից։ Թալանն է դա։
Չէ, բա այն տերորը գործարարների նկատմամբ որ ասում են պետք է 5 միլիոն, 10 միլիոն, չէ, հարկայինը վարկյան հետո հետևից գնում է։ Փոքր երկիր է, չէ, ամեն ինչ իմացվում է։ Հասկանալի է։ Մեր հույսը հունիսի 7-ն է, որտեղ շանս կա, մեծ շանս կա որ։ Բայց ինքը ինչ է ասել, սա վերջին ընտրությունն է լինելու, ոնց էր ասել Բառացի Արփի, որ օլիգարխներին ինչ պիտի անենք։ Վերջին ընտրությունն է, որ պետք է ազատագրվենք, սա, չէ, այդպես էր Բառացի։ Որտի ազատագրվենք իրենցից։ Սովորական Բայց հարցը ստամ էլի ինքը իրան նկատի ուներ, որտեվ ասում են այսօր Նիկոլից ավելի հարուստ միլիարդեր մարդ Հայաստանում չկա եւ իրա մի քանի օլիգարխներից, ասենք են Նարեկ Նայինչյան, Նալբանդյան, Վիվարոյի տերը, չգիտեմ, նաեւ Սուքիասյանը, իրանց նկատի ուներ, որտի ազատվենք։ Սուքիասյան Վիվարոյի տեր հələ մի կողմ, Բատիգրան Ավինյանը Տիգրան Ավինյան, Ալեն Սիմոնյանը Նիկոլ օլիգարխ չի։ Փաշինյան, իրանցից երևի նկատի ունի ազատվելու ենք։ Երևի իրանցից։ Այսինքն իրան թվում է իր արևին հələ դեռ են նախկիներ բան էս դա աշխատելու է։ Դա աշխատելու է։ Ես չգիտեմ ումից է ինքը ազատվելու։ Օլիգարխիկ տնտեսությունը այսօր մի 3-ից 4 թերթում նայեք։ 3-ից 4 անգամ ավել է, քան թե իր մինչև իր իշխանության գալը։ Ինքը մինչև իր իշխանության գալը, ասենք օլիգարխ էր անվանում Սամվել Ալեքսյանին։ Հիմա նրա անունը կա, Սամվելը իր գործն անում, աշխատում է։ Բայց դրա կողքին հայտնվել են մարդիկ, որոնք ավելի մեծ սուպերմարկետների ցանցեր ունեն, ավելի լայն։ Այո։ Կամ օլիգարխեր համարում ենթանիք Խաչատուր Սուքիասյանին, հա։ Խաչատուր Սուքիասյանն ինչ ա եղել, ոնց որ կար, տենց էլ կա։ Կամ Խաչատուր Սուքիասյանը ինչ ա այդ բաների համեմատ դու ասա, այդ խաղերի բաների եղբայրներ եւ այլն որ Վիվարոյի տեր, ինչ են ազգանները։ Վիվարոյի տերերի նկատմամբ ֆաստ բանկ են բացել, մի քանի հերոստալիք ունեն, հասկանում ես, հələ մենակ դրանց կենտրոնը նայ գնում ես Ինչ։ Գնում ես այդ կենտրոնը նայում ես աշտարակի Բայց տեսեք ինչ թաքնված ստվերում են, չեն էլ հանայն չեն երևում, էլի միլիարդերներ են, տարվա միայն շրջանառություն տեղ 1.5 միլիարդ էր մնում։ Խոսքը վերաբերում է, որ այդ կարգի մարդիկ ունեն արդեն մի քանի, որտեղ մեծ կասկածներ կա, որ նրանց կապիտալի ձևավորման մեջ անմիջականորեն ազդել են կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի որոշումները, դրական առումով են ազդել։ Ապա այս մարդիկ ուրեմն այսօր նրանց շրջանառությունը ոչ թե 2, ոչ թե 3, 10 անգամ գերազանցում է, այսպես ասած, այսպես ասեմ, ավանդական օլիգարխների շրջանառությունը։ Իդեպ մի թիվ ներկայացրեցին, որ հիմա իրանք այդքան քրեական գործեր բան են, չէ՞, հարուցել նախքին ինչա գործարարներ ասեմ, քաղաքական գործիչներ իրանց նկատմամբ, ուրեմն ամբողջը եթե իրեն կարողանան հասնել որ վերադարձնի 1 միլիարդի մոտ է ինչ է, ասում էին միայն Նիկոլի մի օլիգարխի շրջանառություն մի տարվա եկամուտ այդքան է, պատկերացնում եք ինչի մասն է խոսքը, բայց ինքը ներկայացնում է բերեք, հեսա չգիտեմ թալանը բերում ենք էս էլ էս ամբողջ այլանդակ սուտը։ Այս ժողովուրդից էլ է գալիս։ Այս մարդը այդպիսի բան ասում իր կառավարության 9-րդ տարին։ Մարդ, որը ասում էր 20 միլիարդ թալանել են։ Այն օրը դատախազությունը հայտարարեց, որ դատարաններից տրված է քննվում է այսօր 159 միլիարդ դրամ, այսինքն 300 միլիոն դոլարի գործ, որը չի հաստատվելու դատարանների թե այդպես է։ Եվ այսօր դատարաններից ունենք նույնպես տիկին դատախազը հայտարարեց, որ 80 միլիոն դոլարի բան ունենք։ Հիմա 9 տարում 80 միլիոն դոլար, տարեկան 8-9 միլիոն դոլար, բայց նախորդ իշխանության օրոք էլ տարեկան 8-9 միլիոն դոլարի գույքին հասցված վնասի։ Բա հիմա ինչով են զբաղված սրանք։ Ինչով։ Բա դե սուտ է, որ տարածում են իբրև թե էս են։ Չէ, ես ինչ եմ ուզում ասեմ, դե ժողովրդի մեջ դա պիտի էփի ու գնան ձայն տան նորից Նիկոլ Փաշինյանի։ Ուրեմն մեզ հասնում է։ Ուրեմն ինչ ասեմ, մեզ հասնում է, հա։ Այո, եթե այսքան մեզ որտեվ միակ բանը որ Այ ժողովուրդ ջան, այսօր անցյալ տարի խաղադրույքը կատարվի ավելի քան 10 միլիարդ դոլար։ Դա էր էլ հենց Հիմա այս 10 միլիարդը բերում համատում են ինչ օլիգարխ, մի հատ օլիգարխ անում, մի հատ մեկի անուն տվել է։ Ցանկացած օլիգարխ, որը ինքը մինչև այդ անվանում էր, անունները տալիս էր։ Ցանկացած օլիգարխի ունեցվածից այդ հարստությունը ավել է 20 անգամ։ Ցանկացածից։ Ցանկացածից։ Այն հին ավանդական օլիգարխներից, այսպես ասեմ։ Ասենք
Սամվել, չգիտեմ, այդ ովքեր էին այդ օլիգարխների Հա, ուրա։ Ուր են, իբրդից մի հատ էլ օլիգարխ են ասում, ես չգիտեմ, այդ ովքեր Օլիգարխները այսօր ցայտուն ներևում են իրենց շրջապատում։ Բայց ինչ են ասում, պարոն Բագրատյան, ի տարբերություն նախկինների, սրանք խորամանկ են։ Օրինակ Նիկոլ ասում է իրենց ոչ մեկին թույլ չի տալիս, որ Երևան հանրային բաներում Այսինքն տակից այտենց չեն երևում, չէ՞։ Իսկ նախկիններ, ասենք, միամիտ էին, գալիս էին ազգային ժողով, չգիտեմ ինչ, ու երևում էին, ու սրանց կարողության կեսի չունեին Նիկոլի հարստության կամ Նիկոլի երևում է, չեն երևում է։ Երևում են։ Իրանց ինչի չեն երևում, ոչ չեն երևում։ երևում։ Դե Վիվարոյի տերերը այդ նարեկը որտեղ են։ Հա, չնայած Սուրեն Պապիկյանին ասում են ամեն շենքից մի հարկ նվիրում են, այն բանանվիրես, չէ՞, կամ էս անում։ Դա էլ կա ոչ։ Հիմա ժամանակներ են անցել, մարդիկ չեն հայտարարագրում, չեն ցուցանում իրենց հարստությունը, կարող է մի քիչ այդ առումով։ Ինչի ոչ ոք չգիտի ում է պատկանում Ֆաստ բանկը, հա։ Ոչ միայն, նա մի քանի բան ասեցիք էլի։ Հիմա ինչ է ասում, դուք ասեցիք 9 տարի անց է դեռ խոսում եք, Ավինյանին էլ հիշեցինք։ Ավինյանը մոտավորապես ասում է, որ ես չգիտեմ, էլի ասենք, այն վիրտուոզ սրիկա պիտի լինես, ասում է այդ նախկինների ժամանակ բանարած ասֆալտներն է։ Ուրեմն 9 տարի շերեփով կերակրեցին է ժողովրդին ասֆալտ են կանում, միլիարդներ ասֆալտից պարտքը բերեցին մեր վզին դրեցին, միլիարդներ թալանեցին ասֆալտից։ Հիմա ամբողջ երկիրը փոսի, ավերի այլանդակության մեջ է, փորձում է գցի ուրիշի գրպանը, բա որ մեկը ասում է մի հատ բաժակա գողացել, առավոտը քնչականը վազում այնտեղ, բա այս սրիկաները, այդ ինչ որ չենք տեսնում դատված այդ ասֆալտից միլիոններ թալանած, կերած, ինչի, որտեվ Նիկոլը մասնակցություն ունի, բա ուր են այդ թալանչիները, այս այլանդակ ասել Գառնիկ Դանելյանի, ասում ամբողջ փողոցները խրամատների ա վերածվել, կեղտաջրեր ու փոսաջրեր։ Անժել ջան, թալանի մասին մատ ասֆալտի թալանի։ Հա, հասկանալի, հա, համաձայն եմ քույտ, հա, այդպես է։ Հենա, փորձի։ Ինչ եմ հատուկ ասում ասֆալտը, որտեվ ասֆալտով կերան է ժողովուրդը, չէ՞։ Կերան, հա, թե լավ ասֆալտ է։ Բարիս բուն իմաստով կերան մեր երկիրը։ Ասֆալտ։ Պարզվեց շատ ավելի վատն քան թե նախկինում։ Իհարկե։ Մի հատ էլ դուք մեքենա եք չէ վարում։ Ջարդել եմ արդեն, հասել եմ ջարդել։ Իմ մեքենայի մի հատ փոսի ընկնելուց հետո բանի բենզաբակի մեջ միջնորդներ կան, այդ միջնորդները անջատեցին, հիմա ձայնա գալի, ամբողջ բենզաբակը պիտի փոխվի։ Պարոն Բագրատյան, նախկինում եղել է չէ, որ թոշակները մի քանի անգամ բարձրացրել են, ինչքանով է ռեալ, որ տեսեք, նախ ինչի է այսպես վարվում ինքը թոշակառուների հետ, իր կոնկրետ ընտրազանգվածն է, ամենայն հավանականությամբ ինքը իր անտրախախտումների վրա վստահ է, որ թոշակառուներն այսպես արդեն դեն նետեց, չէ, գոնե ասենք կարող է, չէ, մի քանի հազար դրամով բարձրացնել կամ այսպես Անժելա, փող չկա, ոչ չեք հասկանում։ Փող չկա։ Սիստեմը գոյություն ունի, որովհետև գոյություն ունի մոտ մի քանի հազարանոց պարեկային ծառայություն։ Դրանց պետք է ավելի, նրանց ամեն մի պարեկին ավելի փող ենք տալի, քան թե բանին, համալսարանի պրոֆեսորին, բում աշխատող պրոֆեսորին։ Սիստեմը գոյություն ունի, որովհետև Հրանտ Բագրատյան վարչապետը կամ Լևոն Տեր-Պետրոսյան նախագահան շրջում էին 1-ը 2, մյուսը 4 մեքենայով։ Այս մարդը 14 մեքենայով շրջում է։ Սիստեմը գոյություն ունի, որովհետև մենք ամեն անգամ 1000-5000 հոգի չէինք հավաքում, գնում ինչ-որ եկեղեցի դեմ կանգնում, որտեղ ինչ-որ մուծիլով կեկանեինք, հայ առաքելական եկեղեցու դեմ։ Փող չկա, տակը փող չի մնում։ Բյուջեն, որը ինքը ավելացրել է 2.5 անգամ, բյուջեի պետական պարկի սպասարկման փողն ավելացրել են 5 անգամ։ Չի կարող էլի։ Եվ որ պետական պարկը անում ես, տակը փող չի մնում։ Ինքն չի ասում, ես քեզ թոշակ չեմ տա, բայց որ գնաս առևտուր անես, զեղչ կանեմ, եթե գնաս։ Ինչի։ Թոշակը քո սեփականությունն է, իրավունք չունի չտա։ Ավելին, նույնիսկ թոշակառուն անվանել, քանի որ տգետ է կամ չգիտեմ ինչ է։ Այսինքն փողը տալիս է քեզ, բայց ցույց տալու տեսեք ինչ բան եմ անում, չէ։ 2000-ը գնում ես առևտուր ես անում։ No, ինքը փող չունի տա։ Փողն էլ կտար այտենց հիմար քայլերի չերի տա։ Փող չունի տա։ Չի կարա նորից պարտքանի բերի դնի ես ազգի վրա ու Պարտքին ինքը ազգի համար պարտքանի, ինքը իր նպատակը այդ ամեն ինչը ոչնչացնել է։ Ինքը պարտքար անի իշխանության համար։ Օրինակ նոր գոտիներ առնի ոստիկանության համար։ Պինդ գոտիներ։ Նոր ատրճանակներ գնի։ Որոնք կրակում են, հատուկ ատրճանակներ կան, որոնք եթե տեսնում են հայ ես կրակում են, եթե հայ չես չեն կրակում։ Տեսնում եք, չէ՞ ինչ մեքենաներ ոստիկանության համար, ասեցին, չէ՞, սարերում հովիվ էլ չի մնացել։ Բոլորին բերել է 500-600 հազար աշխատավարձ, դու ուղղակի սենց կանգնի, այդ աշխատավարձը կստանաս։ Բա դրա համար կա, հա, փող։ Թոշակառուի համար չկա։ Դրա համար չկա, որովհետև այդ բոլորը զարգացել է, դրա համար հաջորդ եկող ընտրությունները, որ հիմա լինեն, հաջորդ եկող արդեն պետքա որպես պետական գործիչ մտածի բանի մասին։ Բայց ինչ մեղ կա, չէ՞ հաջորդ եկող, այս ավերակները ո՞նց է, այս ինչ ավերածություն է։
այս ավերը, չգիտեմ, այս ամեն ինչի վրա։ Ոնց է ու ինչա հայտարարել։ Ասում է 2026-ից հետո չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, դե ասեցի ինքը իրան նկատի ունի իր թիմին։ Նախկին նախագահներ բոլոր դուրս են շպրտվելու։ Այս նախկին նախագահները ազատագրեն, շենացնեն երկիրը, անվտանգ պահեն։ Ինքը գա ամբողջ երկիրը հանձնի, այն հաստա գլուխ անասունն էլ առաջին ալիքով նստի, մեկ էլ ասի, «Խի դուք հետ եք բերելու»։ Հայվան հարցրու ասա, այսինքն այն բաներին իրանք տարածքը տալիս են, հետո կանչում անդիմությանն ասում, «Խի դու հետ ես բերելու»։ Տավար։ Ինչ եք տվել, որ հիմա էլ ասում եք հետ եք բերելու։ Այդ նախկին նախագահները այս իշխանությունների պարոն Բագրատյանից ազատագրած տարածքներն է։ Լուսած քաղաքականությունը նայեք էլի։ Ձեզ նստացնում եք այն ասում, չէ, հետ եք բերել։ Դե տավարը չի եք տվել։ Քո պաշտպանած թիմն չի հանձնել երկիրը, որ հիմա էլ ընդդիմադիրին կանչած է հետ ես բերելու։ Ձեզ չի հարցրել այդ հաստագլուխը, հետ ես բերելու։ Այո, հարցրեց, ասեց, ես էլ ասի, այո, հետ ենք բերելու։ Բան չեք տվել, որ մի հատ էլ, մի հատ այդ տվողները ռադ եղեք գնացեք։ Գրողի ծոցը։ Մենք հետ կբերենք եւ Նիկոլ Փաշյանը, Պետրոս Ղազարյանը այսպես աչքերը կբացեն եւ Ղարաբաղցիները պատվով կվերադառնան։ Պետրոս Ղազարյանը արդեն դե տեղավորվում է, չեք տեսնում Սամվել Կարապետյանը այդ փորձում է քաղցր-մաղցր իր տեխնացիների հետ էս փափուկ է խոսում, զգացել է բանա փոխվելու։ Դու ձեր դարդը լացեք Պետրոսը, Պետրոսը ճարը կտեսնի կգնաք ասի, ես Դու ես ամբողջ կյանքում եմ եղել նվիրված Սամվել Կարապետյանի կամ Քոչարյանի, պարոն Բագրատյանն էլ է։ Ես որ նվիրված էի պարոն Բագրատյանին Պետրոսը կասի դուք ուր եք։ Ինչքան եմ ասել խի։ Մեր կենտրոնում տենց բան էին անում, ասեն Պետրոսը չի ասում, ինչու ասում է խի։ Հիմա դա է ասում, հետ եք բերելու։ Նա չի գնում ասին, չես տվել այդ, չեք տվել այ ծախու սրիկաներ, որ դու այս մարդկանց ասում ես հետ եք բերելու։ Եվ ընտրություններ են, պարոն Բագրատյան, շատ կարևոր բան եք, թեզ եք առաջ քաշում, որ պիտի, իհարկե, պարոն Բագրատյանը այն գործիչներից էր, որ ասում էր պետք է լինի միասնական ճակատ։ Ասում են, որ վերլուծել են, հասկացել են, որ ճիշտ կլինի ընդդիմությունը գնա, համենայն դեպս չի գնում միասնական, մեկ ճակատով, 3 թևով կամ 4 թևով կգնա։ Բայց պարոն Բագրատյանը մի առաջարկ ունի, որպեսզի հավատանք անկեղծությանը որոշ ընդդիմադիր գործիչների, ապա իրենք պիտի հայտարարեն գոնե ինչ-որ ասոցիացիա ստեղծեն, ընդդիմադիր ճակատի ասոցիացիա, մնալով առաջարկելով իրենց տեխնացիոնը։ Ես երկար պայքարեցի, որ միասնական ճակատը չի լինի այդ ճակատը։ Լավ, թող լինի 3-4-5 ուժ, այսօր 2 ուժ են հայտարարել, որ իրենք այս ընտրությունում պայքարելու են Նիկոլ Փաշյանի իշխանության դեմ եւ Նիկոլ Փաշյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։ Դա ուրեմն մեր ձևով կամ ուժեղ Հայաստան շարժումն է եւ դա ուրեմն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած շարժումն է։ Ես չեմ ասում այլ ընդդիմադիրներ չկան։ Ասել են, բայց նրանք չեն ասել, որ իրենց նպատակը բանի կամ առայժմ չեն ասել հերացում է։ Քննադատել են իշխանությունների տարբեր տեսակի, ասենք ՀԱԿ-ը, չգիտեմ Արման Թաթոյանը կամ բանը Վանեցյանը կամ Բարգավաճը, բայց չեն ասել, որ իրանք կոնկրետ պայքարում են, որ Նիկոլ Փաշյանը չվերարտադրվի։ Եվ որ իրանք ստեղծեն ասոցիացիա, կասեն մենք 4, 5, 6 ուժ մնացել ենք, բայց այս ասոցիացիա անդամներն ենք, որոնք հայտարարում ենք, որ պետք է պայքարենք Նիկոլ Փաշյանի իշխանությունից հեռանա, այդ դեպքում ժողովուրդը կիմանա։ Մենք ժողովրդին կոնկրետ ես կարող եմ ասել։ Ես ստորագրում են ասում են, որ մենք Նիկոլին չենք միանալու հետագայում, հա։ Այդ դեպքում ես կարողանում եմ ինձ, բանը, որտեղ մեր ազատություն կուսակցությունը ահագին հետևորդներ ունի, միշտ հավաքել ենք երբեմն քիչ շատ մինչև 1%, բայց մենք նաև 2.5-3% ենք հավաքի այն դեպքում, երբ որ չենք կարողանում պահպանել մեր ձայները, չունենալով այդքան ուժ։ Մենք քաղաքական փողերը երբեք ազատություն կուսակցությունը չի կարողացել ունենալ բաներ ընտրությունների ժամանակ, դա բոլորը գիտեն։ Ահա այսպիսի հայտարարության դեպքում մենք պիտի հասկանանք, որ մեր ձևովից ու Քոչարյանի շարժումից բացի կան նաև այլ ընդդիմադիր ուժեր եւ կասենք ես են ընդդիմադիր ուժեր, իսկական ընդդիմադիր ուժերը սրանք են։ Սա շատ կարևոր հայտարարություն է, շատ կարևոր։ Վենսը գնաց, ադրբեջանցիները եկան, ոնց որ տեղի ունենում են, ինչ որ Ալիևն ասել էր, մենք քայլերով ենք մտնելու Հայաստան եւ ամբողջ ձայնագրություններ են տարածվում, վերջապես մենք մեր Իրիվանն ենք եկել ադրբեջանական մուղամի տակ։ Արդյոք այս, չգիտեմ, սարսափը մի օր
հնարավոր է Սարսափը մի օր իրականություն դառնա։ Այո։ Եթե սա Նրանք ովքեր ամբողջ օրը սպասում են եւ գովում են Փաշինյանին, իր այն լսողության բացակայության դեպքում են աղմուկը, որ արել էր իբր երաժշտություն է նվագում, այդ որտեղ մասնակցում էիք այդ մարդիկ։ Պարոն Բագրատյանն նաև լուրջ երաժիշտ է, չգիտեն ո՞վ։ Այս լսողության բացակայության դեպքում ոնց կարող է մարդը երաժշտություն նվագել, ես դա չգիտեմ, դա մենակ Հայաստանում է լինում։ Այնուամենայնիվ այդ մարդիկ, որոնք պաշտպանում էին, այո, շուտով եթե ձեզ հաջողվի անցկացնել Փաշինյանին հունիսին, շուտով կտեսնեք ադրբեջանցի առաջի մի քանի հազարավոր ադրբեջանցիներ, որոնք գալու են մտնեն, ասեն այս տունին մնաց գնա այստեղից։ Այո, դա անխուսափելի է։ Տեսեք, մեկը գրել է Անժելա ջան, մեր գյուղի բոլոր երիտասարդներին հավաքի տարել են, դարձրել են պարետ, բոլորին անխտիր։ Եվ մեկն էլ շատ է խնդրել, ուղղակի ուզում եմ անպայման հարցեր, խնդրում եմ հարցրեք պարոն Բագրատյանի 44-օրյա պատերազմից հետո Պուտինը հայտարարեց, որ այս կեղտահոտը ներողություն եմ խնդրում, որ Նիկոլ անունով որ ինքը դավաճան չի։ Այնտեղ որ ասեց է Պուտինը մի անգամ ասեց ինքը դավաճան։ Լսեք, դա քաղաքականություն է։ Եվ որ ինքն ասում է դավաճան չի, բարի եղեք հասկանալու, որ ինքը հակառակն է մտածում։ Մենք մարդը չի հասկանում։ Իրանք մի կռվան ունեին Ադրբեջանի դեմ։ Արցախն էր։ Այդ մարդը դեռ հոկտեմբերի 10-ին հայտարարեց, ասում ախր հələ Հայաստանն էլ չի ճանաչե։ Այստեղից Բագրատյանը ճխում է իրան, սեպտեմբերի 27-ից սկսած ամեն օր Նիկոլին ճանաչիր Արցախը։ Չես ճանաչում։ Հիմա եւ որ տեսա, որ այդ վիճակն է, Պուտինը ինչ պետք է անի, պետք է ասի դավաճան չի։ Ասում է դավաճան չի, որպեսզի մտածի լավ, էսի քանի որ սան ընտրել են, եկեք հիմա հələ սրան աշխատենք։ Ուրիշ բաներ էլ ասեց, չէ՞, ասեց, այս շոկի մեջ եմ։ Շատ բաներ ուրիշ։ Բայց այս բաներ ասեց, որ շատ ավելի զիլ էին, այո։ Ես չէի պատկերացնում, որ կասի դե ամեն ինչից հետո կգնան նորից բանկաներ։ Ուրիշ լիք շատ կամ ասել այս երկիրը չի ուզում գերիները, ղեկավարը գերիները չի ուզում որ վերադառնան կամ Պուտինն է բերգել 25000-անոց բանակը Պուտինն է բերգել 25000 բրանոց բանակը շրջապատվել էր։ Չէ, ավելին, այդ 150,000-ը որ ցեղասպանության բառից բուն իմաստով չի ենթարկվեց, ով արեց։ Էսա, բայց եթե դու վերես կենում հայտարարում ես, որ սա Ադրբեջանն է, որ բանակը չի կռվում, զորակոչ չես անում, հետո սկսում ես մեղադել, ում տղեն եկավ, ում տղեն չեկավ, էլ ձեր տղեկին, կամ քո տղերի પર բանակում էր մի 20000 հոգի նրան էին պահում, ավելի լավ էր չլներ այդ 20000 հոգին կազատվեին, գուցե կարողանային կռվել, հասկանում եք։ Այս բոլորը, հասկանում եք, ես համաձայն չեմ այդ հարցադրման հետ։ Էլ ոնց ասել Պուտինը։ Պուտինն ասում էր՝ միած շուշիպի թողես ադրբեջանցիները գան, Արցախում մնում է իր տեղում, հադրուտն էլ հետը, բայց Հայաստանը չի համաձայնում։ Մյուս կողմից պարոն Բագրատյան, եթե 21 թվականին պատերազմից հետո, այս դավաճանական բաներից հետո 4 պատերազմ բերած մարդուն, այսքան զոհեր, 10000 զոհից հետո, եթե ժողովուրդը գնացել, ընտրել են Նիկոլին, եկեք ասենք, որ դեռ հələ Ռուսաստանը ինչքան լավ են մեզ վերաբերում, որ հələ դեռ հույս ունեն այս ազգը փրկվի, չէ՞։ Եթե դուք պատկերացնում եք հունիսի 7-ից հետո էլ գնան եւ տան այս մարդուն ձայն, որ այս հետո բերելա 4 պատերազմ, Հայաստանի տարածքները տվելա, գերիներին այնտեղ թողելա, Արցախը վերջնական հայաթափել է, ցեղասպանության եզրին հասցրել է, եթե գնան ընտրեն։ Օրինակ կլինի ինչ որ մի ժողովուրդ կամ երկրի ղեկավար ասի, չէ, հայ ժողովրդին պիտի օգնել, ես չգիտեմ, կլինի։ Այս 7-ից հետո դա Նիկոլին ընտրեն։ Նայեք, Տրամպի ասելով, Ուկրաինան պատերազմի մեջ է։ Ըստ վերսիայի Ուկրաինայի վրա իբր թե հարձակվել է Ռուսաստանը։ Ուկրաինան բանակը հերոսաբար մարտնչում է։ Զելենսկու վարկանիշն այսօր 4% է։ Դու համատաբարության համար պատկերացեք, ինչքան այդ ժողովուրդը շատ ավելի առողջ մտածում։ 21 թվականի հունիսին մեր ժողովուրդը նորից ընտրեց Փաշինյանին, ասելով լավ, հիմա Ղարաբաղից մի քիչ պակասել է, բայց 21 թվականի հունիսից հետո ինքը իր բերանով Ղարաբաղը հանձեց Ադրբեջանին։ Բայց այսօր եթե 30% կամ 10% մարդ կա, որ հələ դեռ Նիկոլ է ուզում, ինչի մասին է խոսքը, դուք պատկերացնում եք, կամ 5 մարդ կա, որ ասում է Նիկոլը լինի, դուք պատկերացնում եք։ 5 մարդ, որ գնալու է ընտրի իր։ Չգիտեմ, հիմա ես տեսնում եմ, որ կան լուրջ ուժեր, որոնք կարելի է վստահել, երկրի կառավարումը, չգիտեմ, քանի ուժ վերջնական կլինի, որոնք այդ դիրքորոշումը կընդունեն, որ պայքարում են Նիկոլի դեմ եւ այլն։ Հավատում եք, որ ինչ-որ բան կլինի, հա։ Դե հիմա ճար չունենք ուրիշ։ ասենք նախկին ընտրություններում ենթադրենք Սամվել Կարապետյանի ուժը չկար։
Այսօր կա լուրջ ուժ։ Բայց հիմա տեսեք, որտեղ որ մի փոքր դիմադրություն կա եւ պայքար կա, ընտրված, ել չեմ ասում, որ դրանց մասին վես ընդհանրապես չխոսեց, ուրիշ տեղ հիմա դեմոկրատիա, ընտրություններ, մարդու իրավունք, ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բարիս բուն իմաստով խոշտանգում են։ Մարդուն պահում են մի հատ փոքր խցիկում, որտեղ սրտի լուրջ խնդիր ունի, դա հայտնի բան է, չէ՞։ 3 հոգի ծխում են այդտեղ առավոտ ու գիշեր հատուկ են պահում այդտեղ մեկն էլ մարդասպանության համար մեղադրող դուք պատկերացնեք ինչ վիճակի մեջ է Մասիսի քաղաքապետը ընտրված այդտեղ տեսեք վաղար շաբաթում որ այդքան ձայն հավաքեցին այսինքն այս մարդը բոլորին բանը տվել են ձեռքը արևմուտքը տվել է ձեռքը ասում է ինչ ուզում ես արա հնարավոր է սրան հաղթել Այո, որովհետև արևմուտքը ի տարբերություն 20 տարվա առաջվա արևմուտքի այսօր մտածում ասում է Ռուսաստանի դեմ ուժա Ինչպես է ասում առած, ասում է մկան մեզը ջաղացին օգուտ է։ Այդ մուկն ենք դարել Ռուսաստանի դեմ, կրծեք Ռուսաստանի ալուրի պարկերը, էսա։ Ոչ ինչ Եվրոպայի մեկը ձեն հանելա մինչև հիմա եկեղեցու դեմ հարձակումները։ Իմիջիալոց են մի սիրուն տղեն տարավ շոյեց մեջքը Նիկոլի, ասեց Արցախը Ադրբեջան է, Մակրոնը։ Հիմա այս սիրուն տղեն էլ մի բան արած չլինի Վենսը Հիմա էլ ասի հայա, չգիտեմ ինչ ասի Նիկոլը, մարդ եք, չէ։ Ասում են, համենադեպս այդպիսի զուգահեռներ անցկացնում էին, ամեն մի այդպիսի հանդիպումը մի հատ ինչ-որ վտանգավոր բան է, վտանգավոր կետի է մեզ բերում։ Անպայման։ Շնորհակալություն։